բանին մենք գցելու ենք YouTube-ում հեսա public ենք սարքելու 23 թվի իտերացիայից ոնց որ այս նույն լեկցիայի վիդեոն ու ենթադրում եմ ստեղ ավելի լավ են բացատրած լինելու, քան այսօր կձգեմ բացատրել կամ առնվազն ավելի դանդաղ էլի հա այդ է ասեք մեկ էլ այսօր նաև public կսարքենք էլի մի հատ հին վիդեո որտեղ բան ենք անում սպասեք սաղին մի քանեմ Ժորդ մտնում զգուշակ էլի ես մութան մեկ էլ հրապարակենք վիդեո որտեղ տնայինից մի քանի խնդիրներ է քննարկվում ու կուղարկենք համարյա բոլոր խնդիրների վիդեոներ լուծումներ մեծ մասը ուղղակի տեքստային կլինի բայց մի քանի հատիկներ նաև այս վիդեոից կլինեն հենց վիդեո լուծումներ ու հա նախնական ամեն ինչ հերոսքանը այս շաբաթվա նյութը էլի ստեղ է ինչ որ բաներ այդքան էլի արժեք չեն բայց ժամանակի հետ ավելացվեն Հա, այսօր ուսումնասիրելու ենք ինչ բաներ են տողերը, ինչ է իրենց ներկայացնում range-ը, ինչ է ցուցակը ու մի քանի հատ օգտակար ֆունկցիա կսովորենք ու գրադարաններից կօգտվենք։ Ըստ էության այսօր մենք մեր առաջի քայլն ենք անում դեպի մի քանի տարբեր արժեքներից բաղկացած փոփոխական, ոչ թե մի հատիկ տեքստ, մի հատիկ թիվ, մի հատիկ ինչ-որ բան, այլ ցուցակ, էլեմենտների ցուցակ։ Ինչ-որ հարցեր մինչև սկսելու։ Okay. Ես կոդը գրելու եմ արդեն բանում Visual Studio կոդում, այսքան Google Colab-ում չի լինելու, բայց էությունը լրիվ նույնն է, երկուսն է IPython նոթբուքներ են, Jupyter նոթբուք, ուղղակի այս մեկը լոկալ եմ աշխատացնում, Colab-ի հողում էլի հասանելի է լինելու, ժողովուրդ շատ եմ խնդրում ուշադիր եղեք ձեր նյութերին։ Ես կտեսնում եմ, որ բոլորին անմիտ լինի, բայց չեմ էլ ուզում նրանց սարքեմ, որ ոչ մեկ չկարանա անմիտ լինի, պետք է ես ձեռով ամեն մեկին թույլ տամ խոսա, բայց ձեր կողմից էլ ուրեմն խնդրում եմ զգուշ եղեք դրանն էլի, որ Okay. Դե ժողովուրդ, ոնց որ որպես այսպեսին հավաքածու մենք արդեն տեսել ենք էլեմենտների collection, անգլերենով ասած, մենք արդեն մի քիչ հանդիպել ենք, շատ չենք խոսացել, թե ինքը ինչ է, բայց երբ որ շակերտների մեջ ինչ-որ բան ենք գրել, սա ըստ էության եղել է արդեն հավաքածուի դեպք, որտեղ բառը իրենից ներկայացնում է սիմվոլների հավաքածու։ Ու ընդհանուր առմամբ, եթե ուզում ենք ստեղծել ինչ-որ string, դա որպես փոքր հիշեցում, դնում ենք կամ երկու հատիկանոց, կամ մի հատիկանոց շակերտներ երկու կողմից ու տեսնում ենք, որ ստեղ ասում է class str string-ը տողն է։ Հա, ինչպես նաև ոնց որ տողը կարող է լինի այսպես 3 հատիկանոց բանով ստեղծված, ինչը մենք ժամանակին ներկայացրել ենք որպես մեկնաբանություն, բայց կարող ենք հանգիստ նաև ասենք օրինակ անհավասարասրան, որտեղ գրենք print a։ Այսինքն առաջի դասին մի քիչ հələ կիսատ ենք ավել։ Կամ սա օրինակ մի հատ լիքը տողանոց տողի մի քիչ լավ չստացվեց տող բառերն, բայց մի քանի տողանոց string-ի օրինակ է, որտեղ այս ամեն ինչը նոր տողից գրելով բանը պահպանում է։ Հա, մշակ լսում եմ։ Ուզում եմ հասկանամ այդ 3 հատ գրելու իմաստը ո՞րն է։ Որ մեզ թույլ տա, որ մի քանի տողով գրենք այս ամեն ինչը, թե չէ եթե այսպես մի հատիկանոց շակերտ լիներ, ինքը այստեղից որ անցնենք նոր տողի, չէր հասկանա, որ string-ը շարունակվում է։ Այսինքն սա հենց բազմատող string-երի համար է մեզ պետք։ Հա, իսկ մի հատն ու երկու հատը մի տողի համար է նախատեսված։ Հա, okay։ Ընդհանուր առմամբ, եթե ուզում ենք տողադարձ անել, շարունակենք նոր տողից գրել, պետք է ասենց slash-երի նշաններ դնենք։ Այս ձևով ոնց որ Python-ին, հա, ստեղ տեղը չվերացել, ցավոք, ստեղանենք։ Հա, այս ձևով Python-ին ասում ենք, որ ոչ թե իսկականից իջնում ենք նոր տող, այլ ուղղակի չենք ուզում շատ երկարի այս տողը, դրա համար ենք այդպես անում։ Հա։ Okay, կամ ինչ-որ ուրիշ հարցեր, ժողովուրդ։
Ես վերջը սարքեցի ինձ, որ դուք ձեզ չեք կարող մուտ անեք, ով ձեր բարձրացնի, ես ինքս կմտնեմ անմուտ կանեմ իրեն։ Հա, հարցեր, բայց ինչ որ ստեղից։ Մեր լսում եմ, մի հատ հասկանում ոնց եմ անում, որ բարանակ խոսակ։ Կփորձեք մի հատ անմուտ լինել։ Հիմա ես ճիշտ հասկացա, որ այդ slash-ը որ մենք դնում ենք, ինքը տեղափոխում է հաջորդ տող։ Բայց Այս հա, չասեք։ ուզում ասել, ես ոնց որ այս պահը լավ չնշեցի, սա string-երի հետ ոչ մի կապ չունի։ Այս ոնց որ ցանկացած դեպքում ինչ որ բան գրելուց, list չեմ կարող օգտագործեմ։ Մի խոսքով ցանկացած բան գրելուց, եթե ուզում ենք ասենք գնա մյուս տող, այս slash-ի նշանն ենք դնում։ Լավ։ Մերսի։ Անդրանիկ լսում եմ։ Ջան, բայց դեպքում slash-ը երբ ենք օգտագործում, որ էլի նույն ֆունկցիան էր կատարում, նոր տող էր տանում։ Այս ոնց որ այս slash-ի դերը այնա, որ ուղղակի մեր գրած կոդը շատ այտենց բան չդառնա, ծավալուն չդառնա։ Այսինքն տեքստ տպելու համար նոր տողի հետ ինքը կապ չունի։ Սա որ նայեք, այստեղ տեսնում ենք, որ նոր տողից չի տպվել ինքը հենց։ Եթե ուզենք նոր տողից լինի, պետք է այստեղ slash-ն գրենք, մի հատ slash գրենք, որ հասկանար, որ ուղղակի շարունակում ենք նոր տողից գրել։ Ու այս դեպքում նոր այստեղից հետո կգար այս մեր նոր տողին։ Այսինքն այս slash-ը աշխատում է ուղղակի որպես կոդի մեջ վիզուալ նոր տող, slash-ը նա աշխատում է կոդի արտածած, այսինքն կոդի ելքի մեջ նոր տող։ Okay։ Հարցեր էլի ժողովուրդ։ Okay։ Գնացինք առաջի դեպքում։ Как раз մի հատ այս slash-ների պահատեղը գցենք։ Մենք ոնց որ մի քիչ տենց մագիայի պես անցանք, որ slash-ն անգիր արած բանը գրում ենք նոր տող այջացնում։ Եկեք այս տողի մեջ slash-ի իմաստը հասկանանք։ Այս slash-ը ինքը կոչվում է escape character, ասած փախուստի նշան, փախուստի սիմվոլ, չգիտեմ։ Ու օրինակ թե որտեղ կարա ինքը պետք գա, պատկերացրեք ուզում ենք մի հատ տող ունենանք, որտեղ որ ոնց որ հենց տողի մեջ կա այս բանի նշանը, ճակերտի նշանը։ Այս անգլերենի ապոստրոֆն է, որ ինչ որ գրում ենք hikes, նշանակում է հայկի անգլերենով։ Օրինակ եթե դա ուզում ենք տեքստի մեջ ունենանք, սա եթե աշխատացնենք, ինքը մտածելու է գրածա բեն հավասարա hike, հետո այս չիզը ասելու է ինչ է կատարվում գրելաձևի պրոբլեմ։ Նա սրա մի լուծում կարող լինի այն, որ ուղղակի դրսից դնենք երկու հատիկ անոց ճակերտներ, ու ստացվի, որ ոնց որ այս երկու հատիկ անոց ճակերտների մեջ է ամեն ինչ, ու սա հետը կտպվի։ Բայց որպես ճկուն ու ավելի ընդհանրական լուծում, մենք կարանք իրան ասենք, որ Python ջան, գիտես ինչ, այս ճակերտի նշանին մի վերաբերվի ուղղակի որպես սովորական ճակերտի նշան։ Իրան լրացիչ իմաստ ենք մենք ուզում տանք։ Այսինքն չի նշանակի, որ ինքը այս սկսվող ճակերտը փակեց։ Կամ օրինակ ստեղ էս ն տառին վերաբերվի որպես նոր տող իջնելու հրաման։ Այդ ամեն ինչը անելու համար մեզ պետք է բռնել ու դնել tag գից, հետո օրինակի համար ճակերտի համար դնել tag գծից հետո մի հատիկ անց ճակերտ։ Կամ կարանք հիմա երկու հատիկ անց ճակերտ դնենք ու iSense ինքը կջարդվեր, իսկ iSense ինքը հասկանում է, որ ես իմ այս սովորական ապրելաձևից փախուստ եմ անում։ Հիմա այս tag գծից հետո եկողին վերաբերվում եմ ուրիշ ձև։ Ու այս tag գծի հետ կան տարբեր մի քանի հատ հրամաններ։ Օրինակի համար /n ինքը tab է դնելու մի հատ։ Այսինքն 4 հատ պրոբել դրեց։ /n ներողություն, տեն չջնջեցին։ /n իջացնելու է նոր տող։ Օրինակ //-ը դնելու է ուղղակի մի հատիկ տող, մի հատիկ tag գից։ Ու տենց։ Այսրանցից ինչ-որ հարցեր ժողովուրդ։
Okay. Նայնը լսում եմ։ Փորձեք անմիտ լինել։ Ահա, եղավ։ Մի բան հարցնեմ, էլի ես ուղղակի մոռացել էի, որ մի քանի տողը միանգամից այդ կոմենտ էինք դնում։ Ոնց որն էինք սեղմում, այդ չեմ կարող ոչ մի կերպ հիշել։ Ասենք մի քանի տողի Ասենց դիմացը, որ այդ վանդականիշը դրվի, էլի։ ասենց որ ընտրել ենք տեքստը, Ահա, control-ն ենք սխմում ու այս control, end shift-ից մի հատիկ ձախ գտնվող կոճակը։ Ինքը հենց այս մեկ էլ control-ը, մեկ էլ որը։ այս է, Հա, այս n մի ուղղությամբ թեքստը։ հա։ Այսինքն, իսկ երբ որ պետքա հանենք, որն էինք անում, ասենք Մի հատ բոլորը ենք նշենք, սխմում պետք է ուղղակի։ հանենք։ Ուղղակի Որը։ մի հատ ենք սխմում նույնը։ Հա, նույնը նորից անում ենք։ Ահա, Հա, եղավ, լավ, մերսի շատ։ ահա, մերսի։ Հա, էդի հարցեր ժողովուրդ, չաթում հարց կան, մի հատ կարդամ։ Հա, հոստի հետ կապված առաջարկի համար մերսիներ, բայց օքեյ է։ Անցածի վերաբերյալ հարցերը հա ավելի լավ է վերջում լինեն։ Ամսիք 21-ի գործնականը տեղի ունեցել է թե չէ, ամսի 21-ը այդ երբ էր, երկուշաբթի։ Հա, գործնական չէր, հարց պատասխաններ, բայց դրա վիդեոն հա YouTube-ում հələ չկա։ Հա, այդ կարակ մի հատ չաթում առանձին որպես նամակ գրեք, որ այդ հիշենք։ Հա, էլի ինչ էր հարցեր ժողովուրդ։ Okay. Դե գնանք առաջ։ Ընդհանրապես մեծամասամբ ինչ փոփոխականների տեսակ անցնենք, մի հատ անցնելու ենք, ոնց կարանք այդ փոփոխականների տեսակը իրար գումարենք, ու ոնց կարանք թվով բազմապատկել։ Հիմա եթե ունենք երկու հատ ինչ-որ տող, սկիզբ փոփոխականը, որտեղ գրած է ես տողի սկիզբն եմ, վերջ փոփոխականը, որտեղ գրած է ես վերջը, եթե իրար գումարենք, ոնց որ լինելու է, ինչ մեր ինտուիցիան ուսը հուշի, ուղղակի սենց կպնելու են իրար։ Այսինքն սենց միանգամից կպնելու են։ Կարանք մի քանի բան գումարենք երկանք, օրինակ գրենք սկիզբ, գումարած պրաբել գծիկ պրաբել, գումարած վերջ, որ այսպես անի։ Այդ նույններ ինչ եթե այսպես օրինակ սեպով գրեինք սա։ Բայց այստեղ արդեն եթե ուզում ենք թիվել ներառենք, պետք է զգուշ լինենք, որովհետև եթե ասացինք սկիզբ գումարած ինչ-որ թիվ ու տտտա, այստեղ արդեն խնդրեմ է գալու, որ մենք ուզում ենք string-ին գումարենք integer։ Այդ դրա լուծումն է, ուղղակի այս integer-ը դարձնել string օրինակ։ Եթե գրենք sense ուղղակի str ու փակագծի մեջ թիվը, ինքը արդեն կդառնա որպես ճակերտների մեջ գրված այդ թիվը։ Ահա։ Պարտադիր պետք է այս string-ին միավորվի string։ Ոնց օրինակ boolean գումարենք բանանենք, ոչ ման չի աշխատի, էլի։ Հա, իսկ բազմապատկումը կարանք հասկանանք ոնց որ ամբողջ թվով բազմապատկումը կարող խելքի մոտ լինի, թե ինչ է։ Օրինակ 5 անգամ 3-ը դա 3 հատ 5-ը իրար գումարածն է, չէ՞։ Նույնը ստեղ է տեղի ունենում։ Եթե օրինակ ասենք աստղանիշ անգամ 3, այդ նույնը ինչ ասենք աստղանիշ գումարած աստղանիշ։ Ու սենց կարանք փոքր բուրգ սարքենք, բայց օրինակ 4.5-ով բազմապատկելու դեպքում, այսինքն ոչ ամբողջ թվով բազմապատկելու դեպքում արդեն խնդիր է գալիս, որտեղ այդ ինչ է նշանակում, ոնց որ կես աստղանիշը ինչ է։ Ու իհարկե կարանք ոնց որ այս մեր գործողությունները միասին անենք ու նաև կարանք փակագծերով էլի գործողությունների մեջ հերթականություն սահմանենք։ Օրինակ a գումարած պրաբել անգամ 4 կամ պրաբելի փոխային գրենք ստեղ 1 օրինակ ավելի ստալի դառնա։ Կամ օրինակ a գումարած պրաբել, որ ինքը դառնա բարև բացատ ու անգամ 4։ Ու տենց։ Ինչ ստեղ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Կներեք որ խազում եմ։ Okay. Ժորդ մեկ էլ բան էլի, հանկարծ որ սենց էս մյուտ լինելու բանանի հետ կապված, եթե մի քիչ տենց, չգիտեմ, կոպիտ խոսացի կամ բան արեցի, դրա համար տենց ինչ-որ ավելի պասիվ եք հարցերի տեսանկյունից, խնդրում եմ մի եղեք էլի, ոնց որ միակ նպատակը այն է, որ դասը ավելի նորմալ անցնի, էլի, մութի պահը դրա համար էր։
դուք արխային երբ հարց եք ունենում, ձեր բարձրացրեք, զուտ հիմա միակ բանը որ փոխվում է, որ ես մի հատ կոճակ պետք է կտեսնեմ, նոր դուք սկսեք խոսել, էլի։ Դե չէ նույն ձև են կառելոկի թեմաները ուժի մեջ է։ Ինչքան շատ հարցեր տակ, այդքան ուրախ եք։ Okay։ Հիմա գանք մի հատ արդեն սկսենք այդ համազգալ բանի, որ գործ ունենք ինչ-որ բանի հավաքածուի հետ։ Մինչև այս ոնց որ սովորական ուղղակի փոփոխականի պես ենք հետը գործել, էլի։ Բայց բառը դա սիմվոլների հավաքածու է։ Ու մենք կարանք գանք ու ստեղ զուտ օրինակի համար եթե ուզում ենք իմանանք իր երկարությունը, ես որպես փոքր նշում, եթե գրենք len a, len-ը նշանակում է length, այսինքն երկարություն, ինքը մեզ կտա այդ բառի երկարությունը։ Բարևը 4 նիշից է բաղկացած։ Հիմա ինչ եթե ուզում ենք իմանանք բարևի առաջին նիշը որն է։ Այս ծրագրավորողները մի քիչ տարօրինակ են հաշվում, իրանք սկսում են հաշվել 0-ից։ Առնվազն Python-ում, առում օրինակ 1-ից այլի հաշվարկը գնում։ Ու հա, եթե ուզում ենք ստանանք առաջին նիշը, օրինակ, գրելաձևը սենց է։ Գրում ենք այս մեր string-ը, հետո ասում ենք քառակուսի փակագիծը բացում ենք, մեջը գրում ենք ինդեքսը թե որի ենք ուզում վերցնենք, ու քառակուսի փակագիծը փակում ենք։ Այս ոնց որ եթե միանգամից 0 string-ը գրելով ոչ նա այս փոփոխականը օգտագործել։ Երկու դեպքում էլ ինքը ուղղակի կգա կվերադառնի մեզ b։ Իսկ ըստ դες ինչ կվերադառնի օրինակ այս a4-ը։ Անի լսում եմ։ Երրորդ կվերադառնի, որովհետև չորրորդ ինդեքս չկա, երրորդով վերջանում է։ Ճիշտ է։ Մենք ստեղ կունենանք 1, 2, 3, ներողություն, 0, 1, 2, 3, բրծ։ Արդեն 4-ը չկա։ Ու հա, եթե սա աշխատացնենք, ստանում ենք ինդեքսի սխալ, այս մեր string-ի ինդեքսը թույլատրվող միջակայքից դուրս է։ String index out of range։ Okay, իսկ ոնց խորհուրդ կտաք անել, եթե օրինակ ունեմ ստեղ մի հատ փոփոխական, թող լինի b հավասարը, կամ եկեք այստեղ տնենք իրան, b հավասարը ու այսպես որ չիմանանք քանի նիշ ունի, չկարողանանք 0-ով հաշվենք։ Հիմա եթե ուզենամ այս սրա վերջին նիշը տպեմ, ինչ պետք է անեմ։ Չատո։ Ահա, ոնց որ թե Հայկը այսօր չէր խոսացել, Հայկ լսում եմ, մեկ էլ iPhone, եթե դժվար չի ձեր անունը որ փոխեք ավելի հարմար կլինի դիմել։ Կներեք նորից կասեք այդ վերջը, անունս փոխեմ։ Չէ, ձեզ չի ասում, iPhone-ն էլ էր ձեր բարձրացրել, iPhone-ին եմ ասում։ Այդ -1-ով է գրվում ինդեքսը։ Հա, այդ գիտեք։ Իսկ եթե չգիտենք դա, ոնց որ այս բայ գիտելիքներով մտածելով զուտ։ Դե կարանք ինչ որ այդ len ֆունկցիան նորից օգտագործենք։ Արժեք ստանանք, հենց այդ տնենք։ Ահա, այսքան ինչ գրեմ։ Print len a Այս մեր փոփոխականը b-ն է։ Այդ len-ան հենց տալիս է այդ վերջի թիվը, այսինքն կարանք մի հատ էլ գրենք b քառակուսի փակագծերի մեջ len b։ Շատ լավ։ Ով համաձայն չի ժողովուրդ, կարա ով համաձայն չի ձեռը բարձրացած պահեք։ Ահա։ Okay։ Ով չի խոսացել ու վերևից բայց է, Անան լսում եմ։ Ինչի սա ճիշտ չի։ Կամ մեքանիկ, որովհետև len-ը 1-ից հատկություն հաշվի, իսկ ինդեքսները 0-ից։ Ճիշտ է։ Ստեղ օրինակ որ բարևի մեջ կար 4 նիշ, բայց եթե 0-ից գանք, գալու էր 0, 1, 2, 3 ու պրծնալու էր։ Դրա համար ստեղ մեզ մի հատ -1։ Այս -1-ով ինդեքսը ներքևի չասնենք, որ վերևին ինչ չփանդորի, այսինքն վերևին իրեն չփանդորի։ Այս -1-ով անելով արդեն վերջի տառը ստացանք, վերջի նիշը ավելի ճիշտ։ Ու աշխատացնենք ու իսկական վերջին տա, ահա, այս հաշը ստացանք։ Հիմա այս մեր Python-ի լավ է, որ ինքը ասում է, եթե պետքա ուզում ես վերջից գաս արժեքը վերցնես, դեր մի նեղություն քաշի, ասա len b -1։ Զուտ գրի -1, ես արդեն կհասկանամ, որ դու նկատես len b -1։
Վերջից երրորդն ես ուզում, գրի -3, ես կհասկանամ, որ ինքնատն ես երկարություն -3, այսինքն n կողմից սկսած հաշվարկով վերջինը։ Ու sense մի հատ փոքր դիագրամով, ոնց որ այս մեր բարևն է, այս բեմ 0-ն ան 1-ը ռեն 2-ը ու տենց, եթե ասում ենք ստեղ ինչ-որ դրական թիվ, ինքնատնենք այս 0-ից սկսած ժամ սլաքով այդքան գնում, մենք a2-ը պետք է գա 0, 1, 2, եթե ասում ենք -1, հակառակ ուղղությամբ ենք գնում ժամ սլաքով, այսինքն 0-ից գալու ենք -1, 3-ին, այսինքն -1-ը մեր մոտ ևն է լինելով։ Հա։ Ինդեքսավորումից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Կամ ընդհանրով մինչև ստեղ։ Մեկ էլ որ խնդրեմ ինձ կհիշեցնեք ձեզ իֆերի հետ կապված բան ասեմ, էլի այսօր ողջունում մոռանում։ Հա, մշակ լսում եմ։ Հա, օրինակ այս բանը, այդ որ ինդեքսավորումը օրինակ սկսվել է 0-ից։ Կա դրա, ասենք, հիմնավորումը կամ ինչի են որոշել սկսեն 0-ից, որտեղ մեկից որ սկսեն, ինձ թվում է ավելի հեշտ կլիներ ու ամեն անգամ չեն մտածի -1-ով, որ մի հատ ինդեքս պետք է հանեն, որ ստանան իր, ոնց որ ասած, իրական, էլի։ Այսինքն ինչ է անկած դրա հիմքում տրամաբանությունը, որովհետև ծրագրավորները ինչ որ բան անում, հաշվարկում են, չէ՞։ Կոդ գրելուց այնպես անեն, որ հնարավորինս կոդը կարճ լինի, չգիտեմ, բաները, չէ՞, սիմվոլներ եւ այլն։ Այդ ինչի համար են որոշել սկսեն 0-ից ու ոչ ուրիշ թվից։ Համաձայն եմ, շատ տեղին հարց է։ Ես տենց մի 22 տարի Հայաստանում ապրելով չէի հասկանում ինչի համար է այդ պետք։ Հետո որ գնացի Եվրոպա, տեսա իրենց մոտ ոնց որ ամեն տեղ է հաշվարկը 0-ից սկսում, ասենք շենքի հարկերը օրինակ կամ որ լիֆտի կոճակներ բանա, լավ է, ամենտեղ պնդումը չանեմ, բայց իրենց համար ահագին բնական բաներ է 0-ից սկսելը։ Սկսած ոնց որ ուղղակի մեր մոտ ընդունված չի, որ ասենք առաջի հարկը այդ 0-րդ հարկն է, որտեղ դա շենքը ըստ էության չի սկսել։ Ենթադրում եմ, ոնց որ երևի եթե ծրագրավորումը սկսել է Եվրոպա կամ Ամերիկա, չգիտեմ որտեղից, այդ ժողովրդի համար դա է նորմա եղել, դրա համար ծրագրավորման մեջ է դա նորմա մտել որպես, ու այդ մեր համար է անսովոր բան։ Բայց այստեղ կարևոր բառը ենթադրում եմ նա, որովհետև զուտ ընդհանրապես կարծիք է դա, էլի, երբեք չեմ գուգլա։ Եթե ինչ-որ մեկը հավես ունի, կարող եք գուգլեք ու չաթում կիսվեք, ինձ հետաքրքիր կլինի կարդալ։ Բայց ավելի լավ պատասխան չունեմ այս բանին։ Էլի ինչ-որ հարցեր կամ ցանկացած բան, ժողովուրդ։ Իրականում ահավոր է նա, որ ոչ թե 0-ից է սկսում, այլ որ լեզուկա 0-ից է սկսում, լեզուկա 1-ից է սկսում։ Այդ շատ տհաճ բան է։ Իմ շրջանը եղել է, որ երկու լեզու եմ օգտագործել, ամեն մեկը տարբեր ձևով սկսվի, այնքան Հավայի սխալների եղել դա անուշադրական։ Ընդհանրապես ոնց որ ձեր կոդը գրելուց է ոճային շատ ավելի կարևոր է ունենալ անգլերեն ասած consistent հայերենով միաձև լինի ամեն ինչ գրված։ Կարա ձևը մի քիչ այդքան էլ լավ չի, բայց ամեն ինչ միաձև լինի, որ տարբեր ոճեր, տարբեր տեղեր չլինեն։ Բայց լավ շատ խոսեցի ստեմայից։ Okay, գնանք մի քայլ առաջ։ Հիմա այս ինդեքսավորումով ստացանք մի հատիկ արժեքներ, իսկ ինչ եթե ուզում ենք ստանալ արժեքների ինչ-որ կտոր։ Օրինակ այս առաջինից մինչև երրորդ։ Այս վերևինը կոչվում է indexing, այսինքն ինդեքսավորում։ Իսկ այդ մի քանի հատը ստանալը կոչվում է slicing, ինչքան գիտեմ, բառը գայս է բանից, որ տենց պիցայի slice-ը ինչ որ մի հատ այսքան կտոր է կամ այսքան կտոր է, ու տենց ինչ որ slice-եր եք կտրում մեր ցուցակ մեր բանի մեջից, string-ի մեջից։ Դրա համար վարվում ենք սենց։ Այս քառակուսի փակագծի մեջ հիմա գրելու ենք երկու արժեք։ Որտեղից ենք ուզում սկսենք, վերջակետ, մինչև որտեղ ենք ուզում գնանք։ Ու հիմա այս մինչև որտեղը լինելու է ոչ ներառյալ։ Այսինքն այս A02-ը մեզ վերադարձնելու է այս A0 գումարած A1-ը։ A2-ը չկա։ Ուսավոր աշխատացնենք զուտ կտպի BA։ Եթե օրինակ ասենք 0-ից 4-ը մինչև վերադարձրում, սա կաշխատի։ Ուղղակի 4 գրելը չի աշխատում, բայց եթե մենք ասում ենք մինչև 4-ը վերադարձրու,
0-ից հաշվարկով, այսինքն 5-րդ հասկանալու որպես ինքը ոնց որ վերցնում է սա, հիմա որ պրծավ միջակայքը, բայց մեկը ասում ենք գնա բեր, եթե չկա, ուղղակի ոչ մի չի բերում։ Ոստեղ նույնիսկ կարող գրենք, ասենք 0-ից մինչև ես ինչ թիվ ուզենք, ինք ուղղակի տենց հերթով նայելով գնալու է, որտեղ արժեք տեն մեզ վերադարձնելու են։ Ու մեկ էլ այս Python-ի լավը այնա նայով, որ էլի ես 0-ից սկսելուն, ասում է, եթե պետք է 0-ից սկսես, ուղղակի գրի վերջակետ 2, ես կհասկանամ, որ դու նկատի ունես սկզբից մինչև։ Ու նաև ավարտի հետ կապված, ասում է, եթե ուզում ես ինչ-որ բանից մինչև վերջ, կարաս ուղղակի ոչ մի չգրես, օրինակ գրի 1 վերջակետ, ես կհասկանամ, որ նկատես 1-ից մինչև վերջ։ Ու ոնց որ եթե ուղղակի գրենք a վերջակետ, ինքը սա կհասկանա որպես a-ի սկզբից մինչև a-ի վերջ վերադարձնի լրիվ նույն բանը։ Ստեղից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Արամ, լսում եմ։ Իսկ մինուս վայլու կարանք տանք երկրորդ արգումենտը։ Ահա, ոնց որ ինքը մինուսին, էլի, մենակ եթե գրենք -1-ից -1, էլի իր ակի պրոցեսը լինելու է այն, որ ինքը այս -1-ի փոխարեն մտածելու է len a-1, հաշվի, որ սա 4-1 է, այսինքն a-ից 1-ից մինչև 3 աշխատացի։ Այդ ոնց որ ժամսլակից sense tendency գալը մեր վրա է, թե ոնց կուզենք գրենք։ Նույնը նաև առաջի արժեքը կարա մինուսով, կարամ ասեմ -3-ից մինչև -1, վերջից երրորդից վերջից առաջինը վերադարձնի, ինչը այս դեպքում նույն բանն է լինում մեր մոտ։ Okay, մերսի։ Որովհետև, Անի, լսում եմ։ Այդ ջան, ինձ հետաքրքիր է սլայսինգի դեպքում ինքը տակից գեներատորի գաղափարով է աշխատում։ Next-երով բերում եմ, հա, մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Okay։ Մեկ էլ ժողովուրդ, ոնց որ ասում ենք, ստեղից սկսի մինչև ստեղ գնա, ու ինքը սենց քայլ գնում է, մենք կարանք իր լոնքերը փոխենք։ Կարա թռիչք լինի, ոչ թե մի հատիկով գնա, օրինակ, այլ 2 հատիկով թռիչքներ անի։ Կարանք բան անենք։ Եթե մի հատ էլ վերջակետ ավելացնենք եւս 1 ու ուտեղ գրենք ինչ-որ ամբողջ թիվ, այդ էլ ամբողջ թիվ նկատնեմ նաև բացականներ կարող լինեն։ Այդտեղ արդեն կնշանակի օրինակ 2-8-2-ը կնշանակի սկսի երկրորդից, այսինքն ստեղ 0-1-2 c-ից գնա մինչև 8-րդ, այսինքն 0-1-2 մինչև 8 ու քո քայլը թող լինի 2։ Օրինակ սա կտվեց մեզ c, d-ն բաստովեցինք e, f-ը բաստովեցինք j, h պետք է լիներ հետո այդ բաց ենք թողում կա, բայց կան արդեն միջակայքից դուրս է։ Ու ստեղ նույն ձև ոնց որ եթե այսա չգրենք ոչ մի բան կհասկանա որպես միդ քայլի թռիչք, եթե երկրորդը չգրենք կհասկանա մինչև վերջ, առաջինը չգրենք կհասկանա սկզբից, այդ ամենը նույն ձև պահպանվում է։ Ու նաև ոնց որ կարենք բացասական ունենք, եթե օրինակ ասենք 8 վերջակետ 2-1, ինքը կհասկանա, որ պետք է սկսի 8-րդից, ստեղ եսին որտեղ է, գնա մինչև երկրորդ ու հատառակ ուղղությամբ արդեն։ Սա պատտված եմ ես տալիս։ Ու սենց որպես մի հատ փոքր տրյուկ, եթե ուզում ենք ինչ-որ բան ուղղությունը բանը փոխենք իրա, հայլային դարձնենք, այսինքն սկզբից մինչև վերջը դարձնենք վերջից մինչև ոնց որ չգիտեմ թե ինձ դժվար բացատրեմ, ոնց որ այս առաջինից վերջինը դարձնենք վերջինից առաջին, շրջենք հերթականությունը նիշերի, այդ էլ կարող է ուղղակի գրելով վերջակետ -1, ինչը ասում է գնա սկզբից մինչև վերջ, հակառակ ուղղությամբ։ Ու այսա լսեմ հարցերը։ Մեկ էլ որպես մի հատ թեթև օգնող բուտմատի օրենք, կարեք հիշեք, որ ասենք եթե ասում ենք 3-ից 7, այդ մեզ վերադարձնելու է 7-3, այսինքն 4 նիշ, որ հետո հանկարծ չշփոթվեք մտածեք, միակ եմ ես 7-րդ պետք է հետը տար, ուրեմն պետք է լիներ տենց 5 հատ եւ այլն։ Կարա զուտ մի թեթև օգնի դա մտածել։ Մուշակ լսում եմ։
Այդ երկու հատ վերջակետ ինչ էր դրինք, մի հատ նորից կասեք այդ բան։ Այստեղ Ահա։ Այստեղ ոնց որ իդեալական դեպքում sense կգրեինք 0-ից մինչև վերջ, այստեղ արխային լենա եմ գրում, որտեղ կապ չունի ոնց որ շատ մեծ թիվ կլինի թե չէ։ Ու վերջ ու -1 քայլով, բայց հիշենք, որ եթե առաջի թիվը չգրենք, ինքը կհասկանա, որ նկատի ունենք սկզբից սկսի, եթե երկրորդ թիվը չգրենք, ինքը կհասկանա, որ մինչև վերջ գնա, ու երրորդում ուղղակի նշում ենք, որ թռիչքը պետք է լինի -1, այսինքն հակառակ ուղղությամբ պետք է գնա ինքը։ Okay։ Եթե էլի հարց կա, էլի ձեր բարձրացրեք, եթե չէ, մերի լսում եմ։ Կներեք մի բան հարցնեմ, իսկ եթե մենք ուզում ենք, որ ինքը ներառյալ տպի այդ չափը վերջի թիվը, ինչ պետք է անենք, պետք է մեկով ավել տանք, թե այդ դեպքում արդեն կասի, որ երկարությունը անցնում է ու error կտա։ Դե ոնց որ այս սլայսերով աշխատելուց մենք error-ի չենք հանդիպի։ Այդ ճիշտ շատ երկար գնալու դեպքում խնդրի չենք հանդիպի, որովհետև այստեղ այս 8-ի փոխարեն կարելի գրեի ինչ ուզեի, ինքը զուտ ոնց որ գնալու էր մինչև այդ թիվը, քանի դեռ արժեքներ ունի։ Սա օքեյ կաշխատեր։ Բայց եթե ուզում ենք ինչ-որ կոնկրետ մի հատ էլեմենտ վերցնենք, ասենք ուզում ենք վերցնենք մարդավարի ասած, թող ասենք լինի մեր մոտ C-ն հավասարը ABC, ու ես ուզում եմ վերցնեմ մարդկային հաշվարկով երկրորդը, ես 2 մինուս որտեղ 0-ից հաշվելով ինքը առաջինն է։ Okay։ Չգիտեմ ռեֆորցին պատասխանս թե չէ։ Եթե չէ, կարող նորից ամոթ լինեք, ու եթե ինչ-որ ուրիշ մեկը հարց ունի, համեցեք։ Okay։ Լավ, որ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում այս հա ուժորդ, ոնց որ այս գործողությունը, որ անում ենք, այդ շրջել բանանը, ինքը իրան էլի որպես սովորական string է վերադարձնում, այսինքն կարանք հետո հանգիստ խաղանանք, ոնց ուզում ենք, էլի։ Կարանք գումարենք ուրիշ բանի տտտը։ Ոչ մի յուրահատուկ բան չկա, չէ՞։ Okay։ Բայց գուցե մեզ հետաքրքիր լինի ոչ թե բաները, այդ թվի Լավ, օրինակ բերեմ, խնդրի, ասենք պատկերացրեք, ուզում եք բան անեք։ Տնայիններն եք ուզում քաշեք ինտերնետից, ձեզ տնային է հանձնարարվել ամեն զույգ խնդիրը, հիմա ուզում եք ինչ-որ ձև ամեն երկրորդ համարը վերցնել, ասենք 400-ից մինչև 500 տնայինից զույգերը հանձնարարվել են տնային։ Ոնց ստանանք այդ ցուցակը 400, 402 Արդեն ինչ-որ բան տեսանք, որ ասում ենք սկիզբ, վերջ, քայլ, այդտենց ինչ-որ դրուկ հիմա ոնց կարենք կազմակերպենք ստեղ։ Դրա համար օգտվում ենք range կոչվող հրամանից, range-ը նշանակում է միջակայք, ու այս մեր string-երը էլի այդ range-ից են օգտվում, տակից դեռ հետա տեղի ունենում։ Նախ ոնց որ, այսքան օրինակ, եթե մենք ասում ենք անհավասարա, եկեք, չգիտեմ, թողնի 0, 1, 2, 3 այս թվանշանները, ուստեղ եթե ասում ենք 1-ից 9, 3 քայլով, ինքը վերցնում է առաջին ինդեքսում գրվածը, հետո գումարում է 3-4-րդ ինդեքսում վերցրած է, հետո մի հատ էլ է գումարում 3-7-րդ ինդեքսում, մի հատ էլ է գումարում միջակայքից դուրս է գալիս։ Հետո տպվում է այս A1 գումարած A4 գումարած A7։ Մենք հիմա ոնց որ այս կոպիտ ասած միջնորդից կօգտվենք մենակ։ Այսինքն կասենք 1-9-3, ու ինքը մեզ վերադարձնի 1-4-7։ Այդ range-ը ստեղծելու համար վարվում ենք սենց։ Գրում ենք range 1-4 օրինակ։ Հիմա եթե սա աշխատացնեմ, ինքը տպվելու է որպես հենց սենց range 1-4 գրված բան, հենց որպես իր արժեքը չի գրվելու։ Այս range-ը ինքը մի քիչ սպეციფიկ բան է իրականում, ոնց նշվեց գեներատոր range-ը, ինչը մենք լավ հավեսով ուշ ենք անցնելու, որպեսզի տեսնենք իր արժեքները, եկեք այս բանին գրենք ուղղակի սենց list ֆունկցիայի մեջ, այսինքն list փակագից ու range տտտ։ Ինչ է list-ը, այսօր մի քիչ ուշ կանցնենք։ Այս բանին ուղղակի եկեք իրան օգտագործենք որպես գործիք,
որ տեսնենք range-ի տված արժեքները։ Այս ոնց որ դիպած ենք մի քիչ հետոյվանից հրաման օգտագործել, բայց շատ կարևոր մակարդակի չի օգտագործվում։ Այս range 1-ից 4-ը մեզ վերադարձեց 1, 2, 3։ Եթե տպեինք A1-ից 4, ինքը տպելու էր, եք մի հատ ամբողջ ան տպենք, ինքը տպում է A-ի առաջի, երկրորդ, երրորդ էլեմենտները։ Հա, այսինքն range-ի սաղ իմաստանա, որ ինքը այս ներսում կատարվողը անում է դրսից, ներսում կատարվողի թվերն է մեզ վերադարձնում, ինդեքսները։ Օրինակ 1, 15, 3-ը, սա էլ արդեն նշանակելու է սկսի առաջ 1 թվից, գնա մինչև 15-ը ու 3-ական քայլով։ Սրան արդեն ինչ-որ ոչ մի string պետք չի, ինքն իրանով գոյություն ունեցող հրաման է, էլի։ Ու սա օրինակ վերադարձեց 1, 4, 7, 10, 13։ Ինչ օրինակ երկը տեսանք, ասդաս օրինակ ինչ կվերադարձնի, եթե ասենք սկսի 10-ից գնա մինչև 15 մինուս 3 քայլով։ Ով կփորձի գուշակի։ Չաթը բացեմ, մուշակ լսում եմ։ Իմ կարծիքով վերջից կգա 3 քայլով։ Հա, ու ինչեր կտեսնենք։ Մի վայրկյան, կտեսնենք 12։ Okay, տարբերակա։ Այսինքն դա վերջից կգա, այսինքն հակառակորձողությունը կան 3 քայլով։ Իմ կարծիքով։ Հա, բայց ոնց որ այս առաջին արժեքը ինքը սկիզբն է, երկրորդ արժեքը վերջը, ու ինքը ոնց որ չի կարող որոշի, որ չէ լավ, ես կսկսեմ երկրորդ արժեքից։ Այսինքն այս դեպքում օրինակ, եթե սա աշխատացնենք, մենք էսրանով ոնց որ պատկերացրեք sense բան թվերի առանցքն է, այստեղ գրված է 9, 10, 11, 12, 13, 14, 15 եւ այլն։ Մենք ասում ենք սկսի 10-ից ու -3 քայլ անելով դու մեզ բոլոր այն արժեքները, որոնք 10-ից 15 միջակայքում են։ Ինքը այս 10-ից որ սկսի, գալու է ընկնի միանգամից 8-ի մեջ։ Հետո մի հատ էլ 3-ով գնա 5-ի մեջ, 2-ի մեջ։ Իսկ այդ սաղ մեր միջակայքից դուրս է։ Համար ստեղ տակը ոչ մի արժեք էլ չի մնում։ Եթե գրենք օրինակ ուղղակի 3, սա արդեն կտար 10, 13։ Սկսեցինք սրանից, մի հատիկ էլ արժեք գնացինք այն կողմ վերցրեցինք ու արդյունքում ունեցանք բան։ Այդ երկու արժեքները։ Հա, հարցեր ինչ որ ստեղի ժողովուրդ, ու մոտ հարց չկա, շուտ էր ձեռը բացած մնացեք, խնդրում եմ միջացրեք։ Հա, օքեյ։ Շուտվային, Էլեն, լսում եմ, դուք ոնց որ թե այսօր չեք խոսացել։ Բարև ձեզ։ Իսկ մի բան հարցնեմ, էլի, եթե ես ուզում եմ տան սկիզբը ու վերջը, միջակայքը, օրինակ 10-ից մինչև 18 ու ուզում եմ վերջից տպի։ Այդ դեպքում ինչի -3-ը չի աշխատում։ Այդ դեպքում, որտեվ ինքը էլի այս առաջի արժեքից է սկսում։ Հա, այստեղ եթե ասենք 18-ից սկսի գնա մինչև 10 -1 քայլով, Ինչի արդեն այդ կտպի։ այս արդեն կաշխատի, որտեվ ինքը սկսում է այստեղից, ոնց որ ինքը միշտ սկսում է առաջի արժեքում գրված բանից։ Իր համար նես բան չկա, որ տեսնի մինուսա, ասի դե լավ, ուրեմն տեղերով փոխեմ բաները։ Սա օրինակ կտա 18-ից մինչև 10, 10-ը չներառյալ։ Շատ լավ, մերսի շատ։ Դες մերսի։ Մերի, լսում եմ։ Կներեք, իսկ այդ թվերը կարող են float լինել։ Չէ, ցավոք չէ։ Օրինակ այստեղ -1.5 գրեցինք, ասում է float-ը չի կարող մեկնաբանվի որպես integer։ Float-ով աշխատելու համար հետագայում սովորելու ենք range հրաման, որը numpy կոչվող գրադարանից է գալիս, բայց այս boon range-ով չենք կարող անենք, էլի։ Իսկ հնարավոր է, ասեք։ Որտեղ ինքը նախատեսված է հենց այս string-երի տակից աշխատելու համար, իսկ մենք չենք կարող ասենք 3.5-րդ թիվը, 3.5-րդ դիրքում գրված տառը մեզ վերադարձնում, էլի։ Range-ը չի փորձում է դրա այդ խնդիրը լուծի, ասենց ասած։
Լավ, իսկ կարող ենք այնպես անել, որ range-ը ոնց որ փակ փակագծով անի իր գործողությունները, միջակայքը փակ փակագծով լինի, վերջին թիվն էլ ներառի։ Եթե գրում ենք 1-ից 4, 1-ից 4 թվեր էլի տպի։ Տեսականորեն, եթե բռնենք հենց այս Python-ում range ֆունկցիայի աշխատելաձևը վերասահմանենք, ասենց ասած, մենակ մեր կոմպի վրա այտենց կաշխատի, բայց այդ ձև բան երբեք չարժի անել, համարյա երբեք չարժի հենց բուն Python-ի կոդի աշխատանալ ոճը փոխել, ու չենք էլ կարանա մտակարամիստները, ավելավա ուղղակի ընդունել, որ ինքը այդ ձևով է աշխատում ու -1 անել։ Լավ, մերսի շատ։ Դες մերսի։ Մեր լսում եմ։ Եթե օրինակ գրում ենք range 10-ից ենթադրենք 15 ու օրինակ կողքից էլ գրում ենք -3, ինչա հաշվարկը կատարվում 15-ից, եթե ինքը վերցնում է 10-ից 14։ Չէ, այդ դեպքում էլի հաշվարկը 10-ից է արվում, այսինքն սենց չէ, 10-ից 15 -3, սենց էր։ Հա, լսում եմ։ Հա, Հա, սա ոչ մի բան է, այս վերադարձնելու, որտեղ ինքը 10-ից է սկսում սովետիկի։ Որ սկսում է դեպի ձախ գնալով ոչ մի թիվ չկա, էլի իրան պետքական։ Okay, թե ստար հասկացա վրցի։ Հա, okay։ Էլի ինչ որ հարցեր ժողովուրդ, մեկ էլ չատում այեմ ես։ Ահա, հարց կար Python-ի, որ գրադարաններն ենք անցնելու ու երբ ենք անցնելու, դասընթացի պլանում այդ հարցի պատասխանը կա ու ժողովուրդ ընդհանուր հարցերի հետ կապված կիսա խորհուրդ, կիսա առաջարկ, այսինքն կիսա խնդրանք, կիսա խորհուրդ, այս հենց իմիկվա ձեր հարցին չի վերաբերվում, էլի, ով հարցը գրել էր, ընդհանուր եմ ասում, փորձեք հարցը բանանելուց տալ նենց հարցեր, որոնց պատասխանը արդեն ինչ-որտեղ չկա, օրինակ տնայինի համարները միշտ գրված են նյութի մեջ։ Եթե հարցնում եք տնայինը ինչ է, դրանից միակ բանը, որ կարելի է ենթադրել, նա որ չեք ստուգել ուղղակի այդ ֆայլի մեջ։ Ինչպես նաև հարց տալուց ենթադրեք, որ ինչքան ջանք դնեք հարց տալու մեջ, այդքան էլ ակնկալեք, որ ուրիշները պետքա ջանք դնեն ձեր հարցին պատասխանելու մեջ։ Այսինքն մի հարցրեք օրինակ 5.4 խնդիրը ոնց լուծեմ։ Ասեք 5.4 խնդրում սենց եմ փորձի անել, սենց խնդրի եմ եկել, կարող է միտք ունենաք, թե ոնց է կարելի ուղղել։ Այդ հարցին օրինակ ինձ թվում է շատ մարդ կուզի միանգամից թռնի պատասխանի, իսկ ուղղակի այս ոնց լուծեմին շատ գրավիչ հարց չի, էլի, սենց ասած, որ այդ հարցին ուզենա ինչ-որ մարդ շատ ժամանակ տրամադրի, էլի։ Ամեն հարցել աշխատելու ենք նենց անել, որ պատասխանվի ու մերսի այն մարդկանց, ովքեր ակտիվ են լինում հարցեր պատասխանելու հարցում, ուղղակի ոնց որ որպես փոխադարձ հարգանք հարց տվողներն էլ թող ջանք դնեն ու ստուգեն եղած բաները արդեն, եղած բաներում չգտնելու դեպքում լավ ձևակերպած հարցը տան։ Okay։ Հարցեր լսում եմ։ Բարև ձեզ, ինձ մի բան է հետաքրքրում, range-ի աշխատանքը, բայց ներքին մակարդակով, ոնց է էլի իրականում դա։ Range-ը բան է անում, եթե շատ մակերեսային ասեմ, range-ը, այս range-ի հավեսային է, որ իրենք range 10-ից 15 մեկական քայլով, թե գրենք range 1-ից միլիարդ երեքական քայլով, այս երկու հրամանը հիշողության մեջ նույն տեղն են գրավում, իր պրինցիպը ուղղակի նա, որ ինքը հիշողության մեջ պահում է սկսելու թիվը, հետո այդ թիվը փոխում է, տեղը դնում է թիվ գումարած քայլը, հետո դա է փոխում, ոնց որ դա վերադարձնում է մեզ, որ հետո ինչ ուզում ենք անել, հիշողության մեջ սկսում է տեղը հանում է, ոնց որ պատկերացրեք մի հատ բջիջ է, ոնց հերթով մեջը դրեց, գնաց մի քիչ այն կողմ վերցրեց դրեց, այն կողմ գնաց վերցրեց դրեց, ու տենց։ Այդ դրանից խորը երևի չարժի փորձեմ պատասխանել, բայց գեներատորների թեմայի ամենայն հավանականությամբ անդրադառնալու ենք մենք, այսինքն հենց այդ բաները, որ ուղղակի հաջորդ թիվ վերցնելով են աշխատում, էլի, կամ հաջորդ էլեմենտ ստեղծելով։ Չգիտեմ, ինչքանով էր համոզիչ, եթե համոզիչ չէր, կարաք նորից ձեռք բարձրացնեք։ Հա, Մուշակ լսում եմ։ Այստեղ մի հատ բան ասեմ, ձեր ասացի հետ կապված,
տնային հետ կապված, որ ասեցիք, այդ ես էի խմբում գրել, բայց էդի ոչ թե չես դուք կամ չգիտեի, տեղ մի հատ հղում կար, որը որ չէր աշխատում, տնային հետ կապված ինչ-որ տենց խնդիր էր առաջացել, ու ես էլ քանի որ մի քիչ ուշ էի սկսել, որոշ բաներ բաց եմ թողել, նոր լրացնելով գալիս եմ, ու ժամանակ չկորցնելու համար դրա համար էի գրել, այդ էր ամբողջ իմաստը, այդ իմ պահով կարամ այդքան ասեմ, քանի որ Ահա, չէ, դուք իսկ չեք։ ընդհանուր հարցերն եք փորձեմ ես վերջում տամ։ Չէ, այդ դուք չեք, ես ձեր նամակը չէր ֆիքսել։ Չէ, հենց այսօր ես գրել էի, այդ էր զուտ խնդիր եղել, եթե ուղղակի ասացիք համընկավ, ուզեցա ոնց որ դրան արձագանքեմ այդ պահով։ Այս որևէ խնդիր չկա։ Ասում նախ ձեր նամակի մասին չէր մտածում։ Չէ, հենց այսօր եղել է, էսա գրել, դրա հետ կապված մեկի խմբից ուղարկել է, ոնց որ համընկավ դրա համար ասեցի, զուտ ժամանակ շահելու համար է գրել, չէ, խնդիր չկա։ Հա, օքեյ, չէ, նորմալ է ընդհանուր էլի, ոնց չէ։ Սաստանից աշխարհի վերջ չի, Չէ, ուղղակի որ ասիք կարիք դեմ արձագանքելու, հա, խնդիր չկա։ Հա, չէ, մերսի արձագանքի համար։ Հա, որի օքեյ։ Հա, լուսինե լսում եմ։ Ես այսինքն այս range-ի երրորդ քայլը, մեկ է slicing-ի երրորդ քայլը տարբեր ձև են աշխատում, հա։ Չէ, ինչի։ Ոնց որ այս slicing-ի ժամանակ տակից հենց range-ն է աշխատում։ Այսինքն մենք Slicing-ով որ -1-ով նշում էինք, ինքը հետևից գալիս էր, չէ, վերջի էլեմենտից գալիս էր, իսկ ստեվ առաջինից է գնում։ Չէ, ոնց որ ինքը էլի օրինակ սա եթե աշխատացնենք, ասում ենք 1-ից սկսի գնա մինչև 15 -1 քայլով, սա ոչ մի բան է մեզ տալու։ Որտեվ մեկը սկսելը այս սրանից է սկսվում։ Այդ 15-1-ը արդեն մեզ կտաս պտտած ձևով։ Այսինքն որը նույն process-ն է ստեղ, էլի։ Հա, լավ, հասկացա, մերսի։ Ձեզ մերսի։ Նանե, լսում եմ։ Բարև ձեզ։ Ուզում էի հարցնել, այս որ մենք range-ը օգտագործում ենք, այսինքն տվյալ թվերի միջակայքն է, ինքը չէ օգտագործում։ Պարտադիր մենք պետք է գրենք ընդամենը 2 թիվ, այսինքն 20-ից մինչև 60, թե կարանք 3 հատ թիվ գրենք, որ այդ միջակայքում ինքը թիվ ընտրի։ Օրինակ, ստեղ որ դուք գրել եք 1, 15, 3, օրինակ, եթե ես ուզում եմ մինչև 20-ից 99 կամ 100-ը լինի։ Ուզում ասեմ միշտ 3 հատ թիվ պիտի մուտքա գրենք, որ այդ միջակայքում լինի, թե կարակ 2 հատ։ Հիմնականը ո՞րն է։ Հիմնականում 2 հատ թիվ։ Այդ հեսա կակրաս այդ default-ներին կանցնենք, նույն ձև ոնց ստեղ օրինակ առաջի արժեքը չգրելուց ինքը հասկանում է, որ սկզբից սկսի, կամ մի հասկանում այդ համարժեք բաները կան, եկեք մի անգամից հիմա դա պատմեմ։ Եթե գրում ենք ուղղակի մի հատ թիվ, ինքը հասկանում է, որպես սկսի 0-ից գնա մինչև այդ թիվը, ու այդ թիվը ոչ ներառյալ է, այսինքն մինչև 14 է գնում։ Եթե ուզում ենք ասենք, ոնց որ գնա մինչև վերջ, ոնց ստեղ ենք գրում, այդ ոնց որ չկա, որովհետև վերջի գաղափարը ստեղ չկա, այնտեղ տողը կար, գիտենք տողը այսպես բծնում է, այստեղ է դրա հնարավորություն չունի։ Սկիզբը նշելը կարանք, որովհետև սկիզբը 0-ն է համարվում։ Այդ իհարկե չի նշանակում, որ բացական թվից չեն կարող սկսենք, օրինակ կարամ ասեմ -5-ից 15, ինքը ասած -5-ից սկսած կվերադառնի ամեն ինչ, բայց զուտ սովորական մի հատիկ թիվ գրելը համարժեք է 0-ից 15 գրելուն։ Նաև եթե գրում ենք 2 թիվ, այսինքն երրորդը չենք գրում, այդ նման էլի string-երի նշանակում է մի քայլ։ Այսինքն 2-ից 15 ուղղակի մի հատիկ քայլ կան։ Եթե ուզենամ ասեմ, չգիտես ինչ 5 հատիկ անոց քայլ արա, սա արդեն 2, 7, 12 այդպես թռիչքները կան։ Հա, սա գուցե թվա, որ այդպես շատ պետքական բան չի հիմա, բայց հաջորդ դասին, որ հաջորդ լեկցիային, որ ցիկլերը անցնենք, այնտեղ կտեսնենք, որ այս range-ը, հատկապես range ու մի հատիկ թիվ կոմբինացիան շատ ահավոր շատ է օգտագործվում։ Ուհա։ Հարցեր ինչ-որ այս range-ից ժողովուրդ։ Okay. Այդ դեպքում գնանք մի քիչ առաջ, մտածեմ սա արժանի թե չէ։
տողերի տողերի ֆորմատավորումներ անենք, նոր բնում տեսնչեցի։ Այստեղ այս ֆորմատավորված տողերի գաղափարի հետ մի հատ վիդեոյի հղում եմ դրել, որ շատ լավ վիդեո է։ Ես խորհուրդ կտամ նայեք, բայց մի հատ հասկանանք ինչ է ֆորմատավորված տողերը։ Ու որ ասում էի, այդ ստաճան ասում էի, որ այդպես այդ սեպով էնդով աշխատելու բանմանից, որ շատ այդքան շատ չենք հանդիպում, փոխարինում մի հատ ավելի հարմար գործիք ենք անում, այդ F-string-երի գաղափարն է։ Եկեք մի հատ sense խնդիր պատկերացնենք, ուզում ենք այս մեր John ընկերոջը ներկայացնենք, այս կընկրենք, իմ անունը John է, իսկ ազգանունը ազգանուն, ես ինչ որ տարիք տարեկան եմ։ Այդ կազմակերպելու համար պետք է այս sense վարվել։ Այսինքն ամենտեղ ճակերտը վերջացնել, ստորակետ դնել, հաջորդ փոփոխականը սկսել, ելի ճակերտը վերջացնել, նորից սկսել, գժանոց, ահավոր անհարմար ու մի հատ էլ ոնց որ այստեղ ամեն ինչ բացատներով է դրվում, եթե ուզենք մի մասը բացատով գրենք, մի մասը ուրիշ ձև, հիմա պետք է միտեղ սեպը մի բան նշենք, իշտենք մնացածը նոր տողից գրենք, այնտեղ հաշվի առնենք, որ պետք է end-ը ուրիշ բան անենք, գժանոց, պրոստը գժանոց։ Փուֆ ձև է լինում, սենց ինչ կարանք անենք ավելի լավ։ Ինչքան հաճելի կլիներ, որ կարանենք ուղղակի գրենք սենց իմ անունը, ուստեղ այս անունը լիներ տեքստի մեջ, այս ազգանունը էլի տեքստի մեջն էր ու տարիքը էլի տեքստի մեջ։ Բայց սենց որ գրենք, ինքը սենց հասկանալ, իմ անունը, անուն տառերով հասկանալու է ազգ։ Ոնց կարանք Python-ին ասենք, որ չգիտես ինչ, այս գրած տեքստը ինքը ոչ թե զուտ տառերի հավաքածու է, այլ փոփոխականի անուն է։ Ու մենք քեզ խնդրում ենք, որ գնաս այդ փոփոխականի արժեքը վերցնես բերես։ Դրա համար կա երկու ձև՝ հին ու նոր։ Հին ձևը այն է, որ որտեղ որ պետք է տեղադրենք փոփոխականի արժեք, դնում ենք sense թիթիզ փակագծեր։ Դա օրինակ 3 հատ թիթիզ փակագծ ենք դրել ու տողի վերջում գրում ենք get format, ֆորմատավորիր, ու գրում ենք անուն, ստորակետ ազգանուն, ստորակետ տարիք։ Սա որ աշխատացնենք, ինքը հիմա գալիս է, այս ամեն ինչը դնում է բանի մեջ, համապատասխան դիրքերում։ Տեսեք, դարավ իմ անունը John է, իսկ ազգանունը Smith, ես 25 տարեկան եմ։ Հրաշք։ Բայց նաև ոնց որ սրա վատն էլ նա, որ գուցե շփոթենք, թե ոնց որ այստեղ որ փոփոխականներ, այստեղ որ մեր բան, լավ կնի կանենք մեջը հենց անունները գրեինք, այսինքն sense մի բան անենք, էլի, ասենք իմ ազգանունը ճակերտների մեջ անուն, տտտտտտ, բայց դա էլի ոնց որ առանց get ֆորմատի սովորական տպելով, այս sense կլիներ, եթե սովորական string որպես հայտարարենք։ Այ հիմա եթե ասենք, որ չգիտես ինչ, սա սովորական string չի, սա հրաշք string-ը։ Այս string-ը պետքա դու որոշ չափով ձևափոխես, ֆորմատավորես, պետքա մեջ արժեքներ տեղադրես։ Դրա համար ուղղակի այս ճակերտների սկսելուց առաջ դնում ենք f տառը։ F-ն գալիս է ֆորմատ բառից ու sense գրելիս նայեք արդեն այս բանի մեջի գույնը, փոփոխականների գույնը նույնիսկ մի քիչ այս անունների գույնը մի քիչ փոխվում է նույնիսկ, որտեղ հասկացում ավ ինչ է, հատուկ իմաստ ունի, այս ցավոք փակագիծներ սա փոխվում։ Ու սա աշխատացնելը արդեն տպում է այն ինչ ուզում ենք։ Այստեղ շատ ճկուն հանգիստ կանենք փոփոխություններ ունեն։ 4 տարի հետո ասենք տարիք +4, ազգանունին ավելացնենք յան։ Ինչ գործողություն ուզենք, կարանք անենք, հանգիստ մեր համար աշխատում ենք։ Հա, այստեղից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Okay, մի երկու բաներ ասեմ ու նորից հարցեր լսեմ։ Բացի նրանից, որ հարմար ձևով կարողանում ենք բան անել, գրել թե ինչ ենք ուզում տպվի, եթե մենք ուզենանք որ այդ արժեքները պահպանվի ու օգտագործվի, այս print-ով ինչ անում ենք, կորում գնում է։ Այսինքն եթե օրինակ ուզենանք մարդի իր անուն ու ազգանունը մուտք անում, ուզում ենք անուն գծիկ ազգանունը ինչ որ մի հատ մեր տվյալների բազայում ցուցակում ավելացնենք, ոնց որ տպելու մակարդակով կարանք ասենք անուն ազգանուն, սեպը հավասարագծիկ, բայց ոնց որ տպվեց գնաց։ Կորավ, էլ էս John Smith-ը ես չեմ կարող վերցնել։ Տեսականորեն տրուկով կարամ վերցնեմ, բայց նորմալ մարդավարի ձևով չեմ կարող վերցնել։ Բայց եթե օգտվենք f-string-ից, ես կարամ ասեմ օրինակ name-ը հավասար է f-string անուն գծիկ ազգանուն, ու հիմա այս name փոփոխականն ինքը պահպանվեց։ Ես ոնց ուզեմ կարամ օգտագործեմ։ Հա, այս f-string-երը ունեն իրենց հետ նաև լիքը հավես բաներ, 5 հատիկը այն վիդեոյի մեջ կարաք նայեք,
Մի հատիկը ասեմ, որ ինձ շատ է դուր գալիս, երկու հատիկը լավ ասեմ։ Առաջինը այն է, որ պատկերացնեք ունեք այդպես կոդ, որի մեջ լիքը փոփոխականներ կա, ուզում եք ինչ-որ բան ինչ-ի գնացել, ուզում եք հասկանաք ամեն փոփոխականը ինչ արժեք ունի։ Հիմա եթե զուտ գրեք, ասենք, այդտեղ print x անեք, x-ը հավասար է 4, կարա հեշտ մոռացվի այս բանը ինչ էր, հենց որ փոփոխական ենք, որ ասում x-ը, դրա համար կարենք ասենք, օրինակ f-string x-ը հավասար է ու ձևավոր փակագծերի մեջ x, որ ինքը իմանա արժեքը տեղադրի մեջ։ Սա ահագին կյանքը հեշտացնում։ Բայց այս f-string-երով նույնիսկ ավելի կարճ կարանք զուտ այսպես գրելու փոխարեն, եթե զուտ x-ը տպելու լինենք, գրենք բացատ հավասար, կարանք մի քանի հավասար գրենք, ու ինքը կտպի փոփոխականի անուն հավասար է փոփոխականի արժեք։ Այս եթե ինչ-որ երկար անունով փոփոխականներ եք ունենում, իսկ դա հաճախ հանդիպում է իսկականից, ահագին կյանք հեշտացնող տրյուկ է, որ շատ ավելի կարճ է դառնում կոդը։ Ահա, Նարել ասում եմ։ Նանե կներեք։ Այս f-ը որ գրել եք է, սա ստացվում է float-ն է։ Չէ, ֆորմատն է։ Զուտ կտա։ Որովհետև այս նույնը f-ն float մենք օգտագործում ենք, չէ, ուղղակի f ենք գրում։ Թե ես եմ ասում։ Float օգտագործելու համար ամբողջ float-ն ենք գրում, էլի, զուտ Հա, զուգադիպություն այդ է, որ f-ն հիմա միշտ ֆորմատ է ինքը։ string-ից առաջ string-ը ստեղծելուց առաջ f-ն նշանակում է ֆորմատավորված string։ Առանձին ինքնիրանով f-ն ոչ մի իմաստ չունի, էլի։ Այսինքն մենք այսա ենք անցել, ոչ թե այսա ենք անցել, էլի։ Okay։ Հա։ Վարին, հարություն լսում եմ։ Հավայի պետք է կտեսնեմ, լսում եմ։ Ինձ հետաքրքրում է ոնց կարելի է f-string-ը օգտագործել մի քանի տողի վրա։ Այսինքն multi-line f-string-երի մասին է էլի խոսքը գնում։ Նույն պատմությունն է, ուղղակի էլի պետք է սկզբում մի հատ f գրենք, էլի։ Ինչ փոփոխական ունենք մի անգամ 3։ Սենց բան կարանք հանգստանում։ Այս f-ի իմաստը ոնց որ Python-ին ասելն է, որ այս string-ը ուրիշ ձև մեկնաբանի, ոչ թե սովորական հենց իր արժեքով մեկնաբանի, այլ հատուկ իմաստու իրեն։ Հատուկ իմաստու ձևավոր փակագծերի մեջ գրված բաներին։ Ամեն ինչի հետ աշխատում է։ Ահա, շատ լավ։ Եկել ես f-string-երի տրյուկերից մի բան էլ ասեմ։ Եթե ուզում ենք թիվը կլորացնենք, բայց հավես չունենք, հենց կոդի մեջ դա անելու տպելուց ենք մենակ ուզում կլորացրած անենք կամ կարճ ձևով զուտ ուզում ենք բռազ անենք, կարելի է գրել սենց։ Այս փոփոխականից հետո դնել վերջակետ ու գրել կետիկ 2f, այս f-ը էլի ոնց որ ֆորմատավորված string-ի հետ կապ չունի։ Այս f-ը կապ ունի ֆորմատավորված string-ի հետ։ Բայց եթե սա գրենք ու աշխատացնենք, ինքը երկու նիշի ճշտությամբ բան անելու։ Թիվը կլորացնելու է։ Մենակ եթե ստեղ գրեի 4, ինքը 4 նիշի ճշտությամբ էր կլորացնելու այդ թիվը։ Բայց ժողովուրդ կարևոր է, որ ոնց որ հենց ուղիղ որպես կլորացնելու ձև սա չօգտագործենք, առանց ուրիշ ոչ մի քայլերի, որտեղ այս f-string-ը առաջի հերթին string-ը, իսկ սենց գրելը կկլորացնի, բայց իրեն կդարձնի որպես տեքստ արդեն, էլի։ Դա համար այս ծրագիրը առանձին աշխատացնելը բերում է, որ ինքը string տեսակի է։ Մհեջ լսում եմ։ Իսկ եթե օրինակ get 2f-ա չէ գրված, բայց մենք ուզում ենք մինչև ստորակետից հետո առաջին թիվը կլորացնենք, մենք կարանք գրենք get 1f-ի փոխարեն ուղղակի get f։ Հա, այսինքն եթե ոչ բան չգրենք, այդ ինչ է նշանակում, կյանքում չեմ փորձել։ Հա, չէ, ասում եմ, ուզում եմ ինչ-որ արժեք գրենք։ Գրենք get 1։ Լավ, մերսի։ Եկե ժողովուրդ, այս f-երով մոտեցումը ոնց որ սենց ասած բան պոպուլյար մոտեցումն է ու շատ հարմար մոտեցում է, բայց դեպք կա, որտեղ այդ ֆորմատը ավելի շատ հին Python-ից է գալիս, էլի։ Բայց դեպք կա, որտեղ այդ ֆորմատը պետք է գալիս։ Օրինակ, եթե մենք ուզում ենք սենց ասած ձևանմուշը գծենք, թե ոնց պետք է լինի,
Այսինքն լինի ազգանուն, հետո մեջը դրվի արժեքը, ու այդ արժեքը հələ չունենք, պետք է հետո տեղադրենք, այդ հետո տեղադրելու համար արդեն get ֆորմատն է օգտագործվում։ Իսկ այս f string-ով միանգամից արժեքները մեջը դնում ենք։ Get ֆորմատի մոտեցումով կարանք սկզբում սարքենք, օրինակ ասենք ազգանուն, հետո ձևավոր փակագծեր, հետո ասենք get ֆորմատ ու ազգանունն է, ու այս ժամանակ ինքը նոր դնի դա իր ձևավոր փակագծերի մեջ։ Մենք սա որ աշխատացնենք, նայեք, հիմա ուղղակի ինքը print ձևավոր փակագիծ է, այստեղ գրեցի ազգանունս, դարավ ազգանուն ու ազգանունից մուտքը։ Մեկ էլ արագ ես հում string-երից ասեմ ու արդեն հարցեր լսեմ ու գնանք դասամիջոցի։ Հում string-ը row string են կոչվում, ոնց կա string-եր, իրանց իմաստն էլ նա, որ օրինակ ստեղ է ասենք, ես առաջի տողն եմ slash-ն է, ես էլ երկրորդ, այս slash-ն հատուկ իմաստ չէ ստանում։ Կամ եթե ստեղ գրեի ձևավոր փակագիծ x, ձևավոր փակագիծ x-ն էլ էր հատուկ իմաստ ստանալու, եթե ստեղ f գրեի, չէ։ Լավ, ձևավոր փակագիծ լավչարեցի։ Հիմա տողից առաջ r գրելով, մենք ասում ենք, որ ինչ գրել ես, ես առ հենց այդպես հում հասկանալու եմ, ոչ մի մշակում չեմ անում։ Այս տողին r ավելացնելը բերում է նրան, որ սա տպվում է որպես, եթե չմոռանամ տպեմ an, սա տպվում է որպես ես առաջի տողն եմ, slash-ն է, ես էլ երկրորդ։ Այսինքն slash-ն էլ կորցրեց իր յուրահատկությունը։ Սա հաճախ օգտագործվում է, երբ որ ուզում ենք հասցե ընդգծենք, հասկացա խի եմ տգրել, կներեք, ես բարձր մտածում եմ ուղղակի։ Եթե օրինակ ուզում ենք ասել գնա, չգիտեմ, tut desktop tut folder nur.get text file-ը բացի, հիմա ստեղ պետք է գրենք հասցեում կախված Windows-ա թե Linux, Mac, tech git տենց գրելով գնալու, բայց սա որ տպենք, ինքը հասկանալու է slash-ն որպես բան, tab դնել, slash-ն որպես նոր տող, ու դա դզելու համար մեզ պետք է լինելու երկու հատ tag git դնել, ինչը մեկ-մեկ մի քիչ ավելի ձանձրալի է ու ավելի հաճելի է ուղղակի գրել r ու այսպես, որ ինքը այս tag գծերը հասկանա որպես tag գծեր։ Սա իմ տեսած հիմնական կիրառությունն է բանի, այս row string-երի, որ հասցե գրելուց այդ tag գծիկների հետևից էլ չլինենք անիմաստ։ Հարցեր ինչ-որ մինչև ստեղ ժողովուրդ։ Եկեք մի փոքր տորել ասեմ, հետո գնանք դասամիջոցի, որ տենց տրամբանական ավարտվի, կներեք խախեցի, որ ասացի սապրստենք գնանք դասամիջոցի։ Այս string-երը ունեն հատկություն, ընդհանրապես փոփոխականային կարելի է տենց մի տարբերակ երկու խմբի բաժանելու, այնա թե արդյոք իրենց կարելի է փոխել, թե չի կարելի փոխել։ Եթե չի կարելի, ասում ենք իրենք immutable են, եթե կարելի է mutable են, փոփոխվող ու չփոփոխվող։ Հիմա այս string-երը իրենք չփոփոխվող տվյալների տեսակ։ Եթե ունեմ օրինակ s-ը հավասար է բաժնիր string-ը, ուզում եմ այս առաջի տառը փոխեմ դարձնեմ a, եթե ասեմ s1-ը հավասար է a, ինքը բողոքելու է։ Ասելու է string օբյեկտը թույլ չի տալիս արժեքի վերագրում։ Այսինքն string-ը ոնց ստեղծվել է, ինքը հավեր տենց մնում է։ Եթե ուզենամ s-ի մեջ այս բռնիրը փոխեմ ուրիշ բան պահեմ այս փոփոխականում, իմ միակ տարբերակը այդ ամբողջ փոփոխականը փոխելն է։ Այսինքն նորից գրել s-ը հավասար է ինչ-որ բան, որովհետև հատիկով string-ի մեջից էլեմենտ փոխել չի թողելու Python-ից։ Կամ կարամ, չգիտեմ, օրինակ, եթե էլի բռնիր է, կարամ s-ից օգտվեմ, օրինակ ասեմ հավասար է s0 գումարած a գումարած s2-ից մինչև վերջ, որ այդ ձև վերականգնվի սենց ասած։ Բայց ինչ-որ string-երի հատկությունն է, որ իրենց փոխել չի թողում Python-ը։ Փոփոխականը խնդրեմ, ինչ-որ դարակի a-ն ինչ դրած է, մեջ ինչ արժեք ուզում ես պահի, բայց մեջի պահված string-ը չես կարող փոխել։ Մեկ էլ այսօր նաև համել կանցնենք մի հատ ուրիշ տվյալների տեսակ, որ փոփոխվող է։
Մեկ էլ այս բաների համար կա մի հատ էլ օգտակար հրաման, in հրաման է, in ոնց որ հարցնենք մեջն է, թե չէ։ Օրինակ, եթե մեր փոխականի անունը աղցան սող, մենք կարող ենք օրինակ ասենք a տառը էսի մեջ կա, թե չէ։ Կամ an տառերի ենթատեքստը բանի մեջ կա, թե չէ։ Ինքը մեզ վերադասնելու է true էր կամ false էր։ Ինքը ուղղակի ստուգում է ինչ որ ենթաստրինգ կա բանի մեջ, թե չէ։ Այդ մեր ամբողջական string-ի մեջ, թե չէ։ Օրինակ, եթե ասենք GA in s, GN կա, an կա, բայց իրար կպած GA ոչ միտեղ չկա։ Համար GA in s-ը վերադասնում է false, իսկ A-ը վերադասնում է true։ Ու ինչ որ absurd բանել եթե գրենք, ասենք in s, էլի ասելու է false։ Դա ժողովուրդ, մինչև այս ոնց որ նայում էինք տառերի հավաքածու, նույն ինքը string, հիմա կնայենք ինչի ասած հավաքածու։ Նույն ինքը ուղղակի ցուցակ, list։ Ցուցակ սարքելու համար էլի դնում ենք քառակուսի փակագծեր ու իր մեջ ստորակետով առանձնացված դնում ենք տարբեր էլեմենտներ։ Օրինակ 1, ստորակետ 314, ստորակետ կարտոֆիլ, ստորակետ մի հատ ուրիշ ցուցակ, որը բաղկացած է 25-33 էլեմենտներից, ստորակետ 5 թիվը ու ցուցակը փակում է։ Հիմա սա որ աշխատացնենք, տեսնենք, որ ասում է, սա մեր մոտ list է։ List-ը այդ մեր նոր օբյեկտն է։ Իրան մենք տեսնում ենք այս range 1-ից 3 գրելուց, որ նախ իրանից առաջ գրում ենք list, ինքը էլի տպում էր տենց թվերի հավաքածու։ Ստեղ նկատելու արժանի այն, որ ոնց որ ինչ ասած կարա լինի մեջը։ Integer, float, string, list։ 4 տարբեր տեսակի օբյեկտ մի հավաքածուի մեջ։ Հիմա ոնց որ այս string-երի հետ որ այդքան տանջվեցինք, string-երից list-երի անցնելուց լիքը գաղափար փոխանցվում է։ Օրինակ առաջի էլեմենտը այդ ուզում ստանամ, ծրագրավորողավարի ասած ոչ թե մարդավարի, այսինքն այս մեկը մարդավարի երկրորդը։ Գրելու եմ print a1։ Վերջինն եմ ուզում ստանամ, գրելու եմ print a-1։ Ուզում եմ ստանամ օրինակ երկրորդից մինչև 4-րդը, գրելու եմ 2 վերջակետ 5, ներողություն, 2 վերջակետ 4։ Ուսանց, ամեն ինչ պահպանվում է այսինքն։ Այստեղ արժի նշել, որ սա միանգամից ներդրված ցուցակ է, որտեղ ցուցակը, որի մեջ կա ցուցակ, օրինակ եթե ուզենանք ստանանք այս 33-ը, մեզ պետք է գնալու ասել a-ից վերցրու երրորդ էլեմենտը 0 1 2 3 ու երրորդ էլեմենտից վերցրու առաջին էլեմենտը։ Դրա գրելաձևը կարող է սկզբում մի քիչ վախեցնող թվա, բայց պետք է անենք a3 քառակուսի փակագից 3, հետո քառակուսի փակագից 1։ Ու ինչի է սա աշխատում։ Հետո print a3 ուղղակի համապատասխանում է այս 25-33-ին։ Այս 25-33-ը որ ունենանք, կարող ենք ասենք իրենց այս երկրորդ էլեմենտը վերցնելու համար քառակուսի փակագից 1, չէ՞, որ տան մեզ 33։ Հիմա ոնց որ սա կարող ենք գրենք միանգամից փոփոխականի տեսքով, արդյունքում ստանում ենք այդ երկնակի քառակուսի փակագծերի գաղափարը։ Լրիվ նույն կերպ ասենք, մինչև երրորդ էլեմենտը կարող ենք վերջակետ 3, կարանք սա հարցեր կլսամ, այս լիստեր սարքելուց կարանք իր էլեմենտները գրենք նոր տողերի վրա, այդ մի հատ նոր բան է, իսկ կարող եմ ստեղ ասենք 80 ստորակետ ու միանգամից իջնեմ ներքևի տող գրեմ նոր թիվ, ու այս կաշխատի, ստեղ կարիք չկա այս թեգը գծերի իմաստունալու, որ ասենք իջնում ենք նոր տողի, որտեղ լիստի դեպքում ակնկալվում է, որ կարող է տենց լինի։ Մինչև ստեղ հարցերը լսեմ, ժողովուրդ, կարող է արագեր կամ են։ Okay, դե մենք չշարունակենք։ Այս լիստերը ի տարբերություն string-երի փոփոխվող են, mutable են։ Ես կարող եմ ասեմ, օրինակ a0 հավասար է 509, կբռնի a-ի առաջի էլեմենտը կդարձնի 509։ String-ի դեպքում բողոքելու էր, ասի չկարելի դες գործողություն անել, հավասարման վերագրման գործողությունը string-երի համար սովորություն չունի։ Նաև այս in-ը նույն ձև աշխատում, կարող ենք 12 in-a, 11 in-a, ու տենց, չատում նամակ կա, որ
լիստերը պետք է պարտադիր սրանց մեջ գրենք, հա, պետք է գրենք, հետագայում սովորել ենք, որ կա նաև այսպես հավաքածուներ, որտեղ կլոր փակագծերի մեջ են կամ ձևավոր փակագծերի մեջ են, սա կոչվում է tuple, որը ըստ էության լիստն է, որը չի կարելի փոփոխել, սա կոչվում է բազմություն, set, որը լիստն է, որը չունի կրկնօրինակներ ու չունի հերթականության գաղափար, բայց իրենց ոնց որ հետո առանձին անդրադառնալու ենք, էլի առանձին դասով, իրենց ու մի հատ էլ իրենց ուրիշ ավագ ընկերոջ են, ոնց որ քառակուսի փակարով գրածը ըստ սահմանման դա լիստն է, միակ հավաքածուն չի, ուրիշ փակագծեր, ուրիշ հավաքածուների տեսակներ են համապատասխանում, բայց այդ մասին հաջորդ երևի մի հատ էլ հաջորդ դասին, երևի 5-րդ բանվեցել էր։ Ուժորդ, ոնց որ նույն ձև նաև կարանք ինչ-որ բան վերածենք լիստի փոխականի փոխակերպումները էլի նույն ձև աշխատում են։ Օրինակ այս բարևը եթե ուզենք սարքենք լիստ, կամ գրենք լիստ բարև ու գուցե գուշակենք, որ ինքնուրույն ամեն մի տառ առանձին էլեմենտ է որպես բերելու։ Ու նաև ասենք այս սա եթե դարձնի ուզենք սարքել string, առաջի հայացքից ոչ բան չի փոխվի, բայց եթե ստավայնա գրենք տպի սրա 0-րդ էլեմենտը, ինքը կտպի այս չակերտը։ Այսինքն ուղղակի հենց այդ տողը կդառնա, չակերտ, փակագից, string-ի նշան, տառ, տպ ու տենց ինչ-որ հենց 4 տեքստ է։ Հա, հարություն նշում եմ։ Ճիշտ եմ հասկանում, այսինքն ինդեքսացիան սկսում է 0-ով։ Հա, նույն ձև string-երում։ Լավ։ Էլի հարցեր, ժողովուրդ մինչև ստեղ։ Լավ։ Այդ շատ արագ էլի ոնց էր գումարում բազմապատկում, նույն ինտուիցիայով է աշխատում, եթե ունես 2, 4, 6 B արը եւ A, գրենք A գումարած B, ուղղակի այդ երկուսը կկպցնի իրար։ Այստեղ մի հատ ուրիշ նշում ժողովուրդ։ Կնկատեք, որ print չեմ գրել, այդ նրանից է, որ այս Google Colab-ի մեջ, եթե վերջի, այսինքն ներողություն, Google Colab-ի չէ, Jupyter Notebook-ի մեջ վերջի տողում գրված բանը ավտոմատ տպվում է։ Ես այստեղ եթե գրեմ օրինակ Ben հավասարան 3A գումարած B, հեսա կաշխատի։ Եթե ստե մի հատ գրեմ մի քիչ ուրիշ ցանկացած բան, այդ ոչ բան չի տպվում։ Այսինքն վերջի տողում գրվածը ավտոմատ տպվում է ու եթե ոչ մի բան չեն գրում, առաջի տողը նույն վերջի տողն է դառնում ու շատ հարմար ձև է, սենց միանգամից արագ տպելու, էլ print չգրելու։ Հետագայում, որ ուրիշ տվյալների տեսակներ անցնենք, նաև նույնիսկ առանց print-ի գրելը ավելի սիրուն ձևով է տպելու։ Այս ամեն ինչը պատմում նրա համար, որ չշփոթվեք, եթե տեսնեք, ստեղ print գրած չի։ Տեքստները ինչքան շատանա, այդքան ավելի շատ սենց եմ գրելու, քան այսենց առաջի դասերին զուտ ռոսի շփոթությունից խուսափելու համար ենք տենց գրել։ Բայց հա, գումարումը պրոստը իրար կպցնում է հերթով մի հատ մեծ ցուցակի մեջ, բազմապատկում է, ուղղակի իրար հետևից մի քանի հատ դնում է ու կրկին ոնց որ չենք կարող 4.5-ով բազմապատկեն, կա լինի բնական թիվ։ 0-ով բազմապատկել կարանք, ուղղակի կդարձնի դատարկ բան, -1-ով էլի է դարձնում դատարկ բան աստորեն, բայց հա, ինչ-որ նորմալը բնական թվով բազմապատկելն է։ Հիմա մի բան, որ հաճախ ուզում ենք անել, այդ ինչ-որ ցուցակին մի հատ էլեմենտ ավելացնելն է, մենակ չգիտեմ, հերթ ունենք, հիմա հերթում մի հոգի ավելացել է, այդ մի հոգուն ավելացնենք այդ հերթի կազմի մեջ, այդ անելու համար մենք չենք կարող բռնենք, ասենք օրինակ, այս մեր B-ն է, ասենք B գումարած, B-ն հավասար է B գումարած 5, որտեղ ասի սա string-ը, սա list է, իմիջիայլոց ոնց որ նույն կերպ լիստերի համար ցանկացած բաների համար այս կրճատ գրելա ձևը աշխատում է, այսինքն B plus հավասար 5 բանում։ Բայց հիմա օքեյ, եթե սա չենք կարող անենք, որտեղ սա ասում է, սա թիվ է, սա լիստ է, ես պետք է ուղղակի սա ընտրենք լիստի մեջ։ Սա արդեն աշխատում։ Այստեղ եթե տպենք մեր B, այլ մի հատ հենց B ենք դիմում, 5-ը ավելացի։ Այս մի մոտեցումն է, որ սա գրում ենք քառակուսի փակագծի մեջ արժեքով։ Բայց կա նաև մի հատ հրաման, որ ուղղակի ասում ենք այդ լիստի անուն get append ու հետո գրում ենք այն ինչ ուզում ենք ավելացնենք, ու ինքը ավելացումը անում է։ Append նշանակում է լրաց ավելացրու հենց։
Ստեղ պետք չի գրենք անհավասար է A կետը P կամ տենց չի բան։ Ուղղակի հենց հրամանում է։ A կետը P։ Ուրիշ տարբեր մեթոդներ կանցնենք, բայց այդ առանձին դասին այս բանին ուղղակի if-ի մասին իմացեք, եւ ասա նույնից աշխատեմ մի հատ 6 ու 4 կարողացնեմ։ Սա կարող լիներ ցուցակ, կարևոր չի։ Կարող մի հատիկ էլեմենտ ստեղ գրենք։ Այսինքն 1 2 3-ը կավելացնի, բայց եթե մի հատ էլ ավելացնեմ մի հատ 4, կասի մի բերկեմ երկու արժեք ես տվել, ես մենակ մի արժեք եմ տվել։ Ու էլեմենտ ջնջելու համար գրում ենք del ու այն էլեմենտը, որ ուզում ենք ջնջենք։ Մինչև ստեղ ինչ-որ հարցեր, հարց կար A անգամ B-ի հետ կապված, A անգամ B չենք արել, անգումարած B ենք արել, որովհետև երկուսն է ցուցակ են, ցուցակը ցուցակով չենք կարող բազմապատկենք, էլի, մենակ բնական թվով կարող բազմապատկենք, կամ 0-ով կամ բացասական ամբողջ թվով, բայց այդ կտա դատարկ ցուցակ։ Եթե օքեյ չէր, ձեր բարձրացրեք, եթե չէ, լուսինը լսում է։ Այստեղ մի բան եմ ուզում հարցնել, որ գրեթիկ ստորակետի 4 ու error տվեց, այդ մասը չհասկացա ինչ ասացի։ Չէ, իջեք ներքև։ Հա, այստեղ։ Հա։ Հա, այստեղ որ գրեցի ստորակետ 4, այս լիստից դուրս։ Սենց ասում է երկու արժեք հա, առանձնացված իրար։ Չէ, սա մի արժեք հա։ Եկեք այստեղ գրեմ ուղղակի 3-4, որ ավելի հեշտ լինի։ Սենց երկու տարբեր արժեք ենք տալիս։ Ստորակետը նշանակում է, որ մյուս արժեքն ենք տալիս, իսկ append-ը աշխատում է մենակ մի հատիկ էլեմենտ ավելացնելով։ Այս ասում է takes exactly one argument։ Հենց ուղիղ մի հատ արգումենտ է վերցնում, իսկ մենք տվել ենք երկուսը։ Այդ դրանից պրոբլեմա է եկել մեր մոտ։ Եթե օքեյ չէր, ձեր բարձրացրեք։ Եթե չէ, հարություն լսում եմ։ Իսկ լիստը համագարկչի հիշողության մեջ ո՞նց է պահպանվում։ Նկատի ունեք բանով, այսինքն linked list, որ այս պահի, որ մյուսի հասցեն բանի ուրիշ տեղ է գնում, այտենց տվյալների կառուցվածքի մակարդակով։ Համ դա, համ էլ նկատի ունեմ լիստը, ոնց որ տարբեր ինչ որ թվերի, տառերի կամ տեքստի հաջորդականություն, հա, առանձին է ինքը պահվում, թե հենց ընդհանուր այդ լիստը մի յաչեյկայի մեջ է, էլի։ Ոնց որ յաչեյկան հենց ոնց որ փոփոխականը հենց լիստն է լինում, էլի։ Այսինքն մենք լիստի մեջ ինչ որ նոր բաներ ենք ավելացնում, ոչ թե ասում ենք SSSS ու այս սրանք իրար հետ կպած են տարբեր տեղերից արի հավաքի իրար մոտ։ Հիմա եթե օրինակ այս մեր լիստն է, այս an, այստեղ ասեմ i-ի հասցե, ասեմ id a, ինքը մի հատիկ ինչ որ թիվ է բերել, որտեղ այդ մեր a լիստը պահված է։ Okay, հարցման ձեր բարձրացրեք, եթե չեմ ուշակ լսում եմ։ Այս հիմա բան Visual Studio-ով ենք, չէ՞, բաները նայում կոդերը։ Հա։ Մենք կուզեի հասկանալ դրանց տարբերությունը, որն ավելի լավ օգտագործելու Google Colab-ը թե Visual Studio։ Մեկ էլ այս սկզբից ոնց են բացում ու այս բաները անում, էլի, ֆայլ ստեղծում, կոդը գրելը ցույց կտակ։ Եկեք այդ հարցը, քանի որ հենց ուղիղ դասի հետ կապված չի, բուն նյութը որ վերջացնենք, նորից տվեք, էլի։ Մերսի։ Անի լսում եմ։ Այք ջան, բայց լիստը պահելուց հիշողության մեջ հարց տվեց, ինձ մոդելի հարց առաջացավ, ինքը հավելյալ կողքից հիշողություն է, չէ, ունենում։ Այսինքն մեծ ծավալ է գրավում, այն ինչ ինքը նախնական սահմանվում է, իրանից մեծ հիշողություն է գրավում, որ կողքից հետո կարողանա տեղազատի։ Չգիտեմ ճիշտ է։ Հասկացա տեղազատի ասվածը, բայց այս իրականում շատ ավելի խորը մակարդակի հարց է, քան արժի դասի ընթացքում, քան թե արժի դասի ժամանակը տրամադրել տենց հարցի, էլի։ Չեմ ուզում կոպիտ հնչեմ, բայց ավելի լավ է տենց հարցերը էլի բուն նյութից դուրս նայենք, էլի։ Դա։ Հա։ Ուժոտ, այս մոտեցման համար նաև մերսիներ, ովքեր Google Form-ն են լրացրել, այդտեղից էլ օգտակար ֆիդբեք էլի, որ ինչ-որ հարցեր հետո նայենք։ Էլի հարցեր, ժողովուրդ։
Okay. Հիմա նայենք մի քանի հատիկ հրաման ասենց ասած ֆունկցիա, որոնք որ լիստերի համար են աշխատում ու թվերի համար են աշխատում։ Բայց իրենց չարաշահել պետք չի, իսկն եթե profound չի ներկայացրել, մի օգտագործենք։ Ցուցակի թվերի գումարը ստանալու համար գրում ենք sum փակագից a։ Սա աշխատացնենք, տվեց 801.4։ Եթե ստեղ օրինակ սա string-եր լիներ, պրոբլեմ կտա, որովհետև sum-ը ենթադրվում է թվային փոփոխականների համար։ Ամենամեծ արժեքը ստանալու համար ասում ենք max a, ամենափոքրը min a, ցուցակի երկարությունը ստանալու համար len a։ Մեկ էլ թվերի հետ կապված բացասական արժեքը ստանալու համար ասում ենք abs a, abs նշանակում է absolute value, այսինքն բացարձակ արժեք, նույն ինքը մոդուլ, որի վերադառնում է թվի դրական տարբերակ, ասենց ասած։ Աստիճան բարձրացնելու համար օրինակ եթե պետք է ասենք a աստանից աշխանից 3, կարելի է նաև գրել pow փակագից a ստորակետ 3, սա ֆունկցիայի օրինակ է, որը երկու մուտք է ընդունում։ Ու սա կվերադառնի էլի a-ի խորանարդ ուղղակի։ Այս մեկը այդտեղ շատ օգտակար չի, որովհետև ցենց գրելը ավելի հաճելի է։ Բայց ուղղակի որպես նշում, որ երկու մուտք կարող ունենա ֆունկցիան։ Մի երկու հատ բան ասեմ ու հարցերը լսեմ։ Կլորացնելու համար ունենք round ֆունկցիան, որը որ արդեն հենց իսկականից կլորացում է անում, ոչ թե ուղղակի բան անում, վերադառնում ամբողջ մասը, 3.14 տոտալն կդարձնի 3, 3.79-ը կդարձնի 4։ Միանգամից ասեմ, որ 5-ը կլորանում է դեպի վերև։ Մեկ էլ բացականների դեպքում էլ ոնց որ օրինակ -3.7-ը չի գնա -3-ի, կգնա -4-ի, դեռ -3-ը ավելի մեծ է, քան -4-ը։ Այս round-ում թվից հետո, եթե գրենք ստորակետ ու մի հատ ուրիշ բնական թիվ տանք, ինքը այդ երկրորդ թիվը կհասկանա որպես քանի նիշի ճշտությամբ է պետք կլորացում անել։ Օրինակ round a ստորակետ 3-ը հասկացվում է որպես 3 նիշի ճշտությամբ կլորացրու, տալիս է այտենց 3.142։ Այ հիմա հարցերը լսում եմ, Լուսինե լսում եմ։ Երբ որ աստիճան ենք բարձրացնում, գրում ենք a ստորակետ 3, չէ, երբ որ 1/3 աստիճան ենք ուզում բարձրացնենք, այդ դեպքում օրինակ եթե ինքը integer տիպի է, 1-ը բաժանված 3, այդ դեպքում ինքը ոնց որ 0 չի տա, իրան չպետք է սարքենք float, թե այստեղ ինչ-որ խնդիր չի տա։ Այսինքն եթե բարձրացնենք օրինակ 1/3 աստիճան, այդ իմաստով, եթե այս երկրորդ թիվը float լինի, ճիշտ հասկացա։ Այս ոնց որ ոչ մի խնդիր։ Կարանք բարձրացնենք արմատ 2 աստիճան, կարանք բարձրացնենք մինուս արմատ, այս դեպքում խորանարդ արմատ աստիճան։ Ոնց որ մաթեմում ինչ կարելի է, նույնը ստեղը կարելի է, էլի։ Շատ։ Մերսի։ Մեկ է չաթում նամակ կար, որ լիստում բոլոր թվաբանական գործողությունները կարող եք կիրառել, չէ, ոնց որ կարանք անենք գումարումը ու թվով բազմապատկումը։ Օրինակ երկու ցուցակ իրարից հանելը Python-ը չի հասկանում, չէ՞, կամ ցուցակը բաժանել թվի, դա էլ չի հասկանա, էլի։ Մեր հիմնական գործիքները, որ այդպես մեծամասամբ ամենտեղ կիրառելի են, այդ գումարում ու թվով բազմապատկումն է, էլի։ Հաներ գիտի, ոնց որ գծային տարածության գործողություններն է, էլի, որ եթե այդ երկու բանը աշխատում է, ոչ չէ լավ է։ Դասի կարող օգնի դրա մասին մտածել, բայց անիմաստ խորանալը։ Հայկ լսում եմ։ Իսկ մեկ էլ թիվը, եթե ուզում ենք կլորացնենք դեպի վերև կամ դեպի ներքև, կապ չունի, ասենք 3.1-ը դեպի վերև կլորացնենք, դրա հանդեպ հնարավոր է ամեն։ Այդ շատ տեղին հարց է։ Ու եկեք միանգամից դրանով անցում անենք դեպի հաջորդ թեմա։ Բայց հետո եթե այս թեմայից հարցեր կա, կարող եք ասեք։ Ոնց որ այդ օրինակ դեպի ներքև կլորացումը ինքն այս բանը, որ օգտակար է, բայց երևի այն աստիճանի տարածված բան չի, որ այտենց բոլորին բուն Python-ի настройկաների մեջ բուն Python-ը քաշելուց այտենց բոլորի համար գա ու այտենց լրիվ բացասանելի տեղադրված լինի, ասած, ինչ որ այտենց շատ ֆունդամենտալ հրաման չի երևի, էլի։ Սովորական կլորացումը, հա, երևի ամեն մեկին է պետք է,
բայց ասենք չգիտեմ, ձեր մի մասը ուզում եք մեքենական ուսուցում սովորի, հիմա ինչ որ բուն տվյալագիտական գրադարաններ շատ հավանական է, որ օրինակ վեբով զբաղվողին 1000 կամ ավտոմատացումով զբաղվողին 1000 տարի պետք չլինի։ Դրա համար ոնց որ կա բաժանում բուն ոնց որ ներկառուցված Python-ի բաների, ինչ որ գրադարանների ու ինչ որ լրիվ դրսից բաների։ Հիմա օրինակ եթե ուզում ենք այդ ներքևի կլորացում անենք կամ օրինակ կոսինուս ենք ուզում հաշվենք, զուտ սովորական կոսինուս գրել կամ այդպես ներքև կլորացնել գրել ինքը չի աշխատի, կասի կոսինուսը չգիտեմ ինչ է։ Բայց եթե գնանք ասենք չգիտեք ինչ մենք մաթեմատիկ ենք, մի հատ կբերեք մեզ մաթեմատիկների համար առանձնացված տարբեր բաները։ Այդ դեպքում կարանք մեր ոնց որ գործիքների ցանկը ընդլայնենք։ Այս ոնց որ կոչվելու է գրադարաններ ներմուծելու գաղափարով կարանք պատկերացնենք ոնց որ սարի տանը կա այն սովետի կանաչ գույնի հատորներով բաները կա, բայց լեզվաբանի տանը լեզվաբանական գրքեր կան, ինչ որ մաթեմատիկի տանը մաթեմի գրքեր կան, ու ինչ որ մեկի տանն էլ, ասենք, կարող ինչ որ գիրք չկա, բայց գիտի, որ մաթեմի բաների համար պետք է գնա մաթեմի գրադարանից վերցնի։ Մենք այս գրադարանների թեմային հետո անդրադառնալու ենք, բայց եթե ուզում ենք ընդլայնենք մեր ծրագիրը ավելի սպეციფიկ հրամաններով, մենք գրում ենք import ու օրինակ մաթեմի համար էլի բուն Python-ի մեջ կա math գրադարանը։ Եթե ասենք sense import math, մեզ այս math-ից գալիս է նոր հրամաններ։ Օրինակ ան եթե ելեկտիկ է սա, մենք ուզում ենք ներքև կամ վերև կլորացնենք, մենք կարանք ասենք math.ceil, որը նշանակում է առաստաղ, կամ math.floor, որը նշանակում է հատակ, որ ինքը կլորացնի դեպի ներքև կամ դեպի վերև։ Առանձին ceil գրելը չի աշխատի, որովհետև ոնց որ ամեն մեկի համար չի դեպի ներքև կլորացնում, բայց math-ի մեջի ceil-ը այդ արդեն կհասկանա Python-ը, թե ինչի մասին է գնում խոսքը ու կաշխատի։ Բայց գրադարաններով ներմուծումներ օգտագործելու համար կարանք շատ ու շատ մեր բանը չկունացնենք, մեր կոդը չկունացնենք։ Մենք էլ կա սրա համար մի հատ ուրիշ գրելաձև, որ կարանք sense import math հետո math.ceil գրելու փոխարեն ուղղակի ասենք from math import ceil ու floor, ոնց որ math-ից ներմուծի s ու s, այդ ձևով եթե ուղղակի գրենք ceil առանց math.ceil-ի, Python-ը էլի կհասկանա, որովհետև ոնց որ ուղիղ գիտի թե ceil-ը որտեղից է առաջանում։ Այս օքեյ է, ժողովուրդ։ Այս ոնց որ զուտ օգտագործելու մակարդակի վրա ենք իմացնում, էլի հետո առանձին հենց ուրիշ տեղերից կոդեր ներմուծելու անդրադառնալու ենք, էլի։ Բայց այդ հետոն էլի լավ հետո է անում, բո 10-րդ շաբաթն է։ Հարություն ուսում եմ։ Իսկ ոնց է ավելի ճիշտ օգտագործել import math, թե from math ու import ինչ որ մի կոնկրետ ֆունկցիա։ Ընդհանրապես ոնց որ մի հատ sense բան կա, երբ որ գրում ենք import this, բերում եմ մի հատ փոքր poem Python-ի մասին, սա կոչվում է Zen of Python, մեջը ինչ-որ օրենքներ ա բերում, թե ոնց արժի կոդ գրել։ Նրանցից երկրորդ տողը բանն է, explicit is better than implicit, այդ նշանակում է ավելի լավ է հենց կոնկրետ հստակ ասել ինչ ես ուզում բերես, քան թե զուտ գրել ամեն ինչ բեր։ Այդ մոտեցմանը հետևելով, sense ասած, ավելի լավ է այսպես գրել, բայց ոնց որ դեպքից է կախված, էլի, եթե չգիտենք մեզ հստակ ինչեր է պետք լինելու մեջից կամ լիքը բան է պետք լինելու մեջից, կարող խելքի մոտ չլինի օրինակ, այստեղ 40 հատ բան գրել ցուցակով, հետո 41-րդը օգտագործելու համար հիշել գալ վերևից ավելացնել, բայց եթե կոնկրետ բաներ է ու հատկապես ոչ թե ինչ որ Python-ի մեջի գրադարանից է, այլ մեր գրած կոդից, ինչքան ավելի, sense ասած, ինչքան կոնկրետ հստակ գրվի, այդքան սխալվելու հավանականությունը ավելի փոքր է, բայց ինքնանպատակ էլ չպետք է դառնա դա, էլի։ Սա չեմ ջնջի միջայց, եթե ուզում եք հետո կարդացեք, չնայած սա հետո էլի նայելու ենք, բայց կարաք սա կարդաք ու փորձեք հետևել մի անգամից։ Ինչ որ նաև ռոմանտիկ խորհուրդներ էլ կա մեջ ինչ։ Հիման ավելի լավ է, քան երբեք։ Էլ ինչ որ հարցեր ժողովուրդ։
Okay, մեկ էլ ինչ-որ մի քանի հատ էլ ուրիշ հրամանների օրինակ, ասենք արմատ հաշվելու համար կարող ենք գրենք սկրոտը, որը նշանակում է square root, կոսինուսը կետ կոսինուս, ու ընդհանուր առմամբ, եթե ուզում ենք ստանանք տենց օգնող տեքստ, թե ինչը ինչ է այնց ներկայացնում, կարելի է օգնության դիմել գրելով help, ու ասել math get սկրոտը օրինակ, ինքը կբերի օգնող տեքստ այս հրամանի մասին։ Ասում է ընդունում է ինչ-որ x, վերադարձնում է այդ թվի արմատը։ Ահա որ օգնող էր, բայց ինչ-որ ուրիշ դեպքերում կարող է իսկականից լավ գրված լինի, նաև կարող ուղղակի ասենք help math, ինքը կբերի ցուցակ ֆունկցիաների ու այդպես եկա մեծ օգնող տեքստ։ Դե որ սրանք կտեսնեմ կբացի, ասես որ ուղղակի կրճատաբերում։ Կարա հարց առաջանա, ինչ կլինի, եթե գրենք help, կարա հարց առաջանա ասել ես, հենց նորի մոտ առաջացավ, եկեք հլը փորձենք։ Բերում է, օգնում է օգնող նամակի մեկնաբան հասկանալ օգնող նամակը ոնց է աշխատում։ Okay։ Ես փոքր դադար էր։ Մինչև ստեղ ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Մեկ էլ մի հատ է գրադարան ասեմ, զուտ, որովհետև այս գրադարանից երկու հրաման, որ ունենանք, արդեն կարելի է հավես բաներ անել։ Պատահականության համար պատասխանատու գրադարանը, գրում ենք import random, ու այդ ասենք random get randint ինչ-որ երկու հատ թիվ, ու նաև եթե սենց վրան եմ բաղում, էլի այս օգնող նամակը բերում է։ Եթե ստեղ ասենք օրինակ 2 ստորակետ 20, ինքը 2-ից մինչև 20 ինչ-որ պատահական թիվ կտվի։ Ու այս դեպքում մի քիչ շփոթեցնող է, բայց այս 2-ն էլ 20-ն էլ ներառված են, իսկ մինչև 19-ը չի անում։ 12, 13, 18 ու տենց։ Հեսա լսեմ հարցը։ Մեկ էլ մի հատ էլ ուրիշ հրաման, որ եթե ինչ-որ ցուցակ ունենք, կամ ինչ-որ string ունենք, ցանկացած հավաքածու, կարող ենք ասենք random get choice այդ հավաքածուն, ու ինքը մեջից ինչ-որ պատահական բան կընտրի։ Հարցերը լսում եմ, նաև կարող եք փորձեք գուշակություն անել, մինչև աշխատացնելը, առաջինը հարություններ, լսում եմ։ Իմ մոտ սենց հարց առաջացավ, որ մենք random օգտագործում ենք, ինքը հենց random է, լրիվ թե ինքը ինչ-որ ալգորիթմով աշխատող random է, չգիտեմ, ճիշտ ձևակերպեցի հարցը։ Հասկացա, սրան էլի երևի ավելի ուշ կանդրադառնանք այդ գրադարանների թեմա, բայց կարճ պատասխան չէ, random չի, pseudo random ալգորիթմ կոչվում, իսկ random չի, բայց մեր համար լրիվ random է թվում, ոնց որ այդ իսկական random գոյություն ունի, թե չէ, արդեն գալիս է բանի, ազատ կամքի, աստծո գոյության ու տենց փիլիսոփայական հարցերի, էլի այդ արդեն կարճ պատասխան թվում է թե random է մեզ տալիս ու այդ լրիվ հերիք է։ Եթե ուզում եք կարող եք փորձեք կարդալ ալգորիթմը, Mersenne Twister-ը կոչվում, այդ պատահական բան գեներացնողը գավաթարասխալներով է։ Ես կարդացել եմ, չեմ ջոկել, թե ուզեք կարծի դուք փորձեք։ Բայց ինչ որ բան վերցնում է ու այդ դրա հաշվին է random-ը։ Օրինակ ինչ որ բանի դեպք է լսել, որ ինչ որ բանկ բաներ անում։ Այդ պահին կանզիցիաների փչած օդի արագության ստորակետից հետո ինչ որ եսի որևէ նիշը վերցնում էր ու դրա հետ ինչ որ գործողություններ անում։ Կամ մի հատ կամպանիա կար, որ տենց cloud տեխնոլոգիաներով էր զբաղվում, իրանք բանում էին, sense մի հատ սարք ունեին, այսպես մի հատ լամպա ունեին, եթե առաջի բառը ճիշտ եմ գրել։ Չէ, բայց ինչ էր։ Որովհետև ինչ էր նշանակում։ Հիշեցի ես որովհետև ինչ է։ Դողը լավալիեր էր պատմիչը։ Թու չեմ գտնում, բայց չէ, չէ։ Եթե 30 վայրկյանում չգտնեմ, այլ բան չեմ անի։ Մի խոսքով ինչ որ sense հավես լամպեր են, որի մեջ ինչ որ հեղուկանման բան է, ասենց թարթուն բան անում։ Ու բան։ Այս սրանք լավա լամպա վարավել չի։ Ու իր այդ կամպանիան բան էր, կամերաներ ուներ, որ այդ լամպերի մեջ այդ հեղուկի շարժին էր նայում, ու ինչ որ կոնկրետ տեղի պիքսելի արժեք էր վերցնում, ու այդ պիքսելի արժեքի հիման վրա այդ բանին ինչ որ պատահական թիվ էր գեներացնում։ Այդ դրա միտքն է, որ ոնց որ նույն ակնթարթին լրիվ նույն իդեալական ճշտությամբ
համարյա անհնար կլինի ինչ որ մեկը թիվը ստանա, դրա համար ինքը իսկականից լրիվ պատահական տեղ անցնում է, չնայած որ դետերմինիստիկ process է, չնայած դետերմինիստիկ թե լավ ոնց որ մտնում կրոնականի մեջ, այդպես հարցերի, բայց մի քիչ հավեսի ընկա ուշեղվեցի երևի, մի քիչ վերևոր էր, հա, չաթում գրել էին ճիշտ անունը, մերսի, մենակ լայով սկսել մի իշո, Չէր հարցեր ստեղից էլի, էլի մարդ կար որ ծարաշ բարձացրել ոնց էր, հա, մուշակ լսում եմ, Եթե վերջնականը պրծել եք, նորից իմ հարցերը տամ էլի 10 անգամ։ չենք պրծել, Հատու եմ նա վերջում։ կարակ մի հատ պրծակ ուշակեք, ես ինչ կտպի, լավ ես եմ ուշակում, բան կտա, քար կտա, ճիշտ էր, ես մեկն է թուղթ, ես էր ճիշտ, ես մեկ է էլիք մեր, լավ չէ, ես մեկը սխալվեցի, երկոտ իրար հետևից ճիշտ, այս լավ ես էլ շաղվեցի, Okay, հա, ու ոնց որ տեսական կտորից այսքանը, ինչպես ասացի, շուտով կհրապարակենք հին վերսիան վիդեոյի, որտեղ որ ես չեմ հազում, բայց որ մի քիչ ավելի դինջ եմ խոսում, ինչ որ անջատված եմ խոսում շատ։ Այս լավ, որը կուզեք նայեք, էլի։ Տնայինից մեկը ժողովուրդ, եթե դժվար չկարաք բան, YouTube-ով subscribe կտեսնեք բան անեք, որ ալգորիթմին օգնի ուրիշ մարդիկ էլի գտնակ վիդեոների մասին։ Ի վերջո նպատակը ոնց որ ինչքան է շատ մարդու անվճար դասեր հասցնելն է, էլի։ Ինչքան է թիթիզ չհնչի, որ սխմեք կալակոլչիկին դրեք բութ, բան, բայց եթե ալգորիթմին օգնում է, ինչի չխնդրել։ Okay, այդ երևի մի չորդ մի անգամ դասի սկզբում կասեմ։ Տնայինը բաժին 9-րդից բակը մնացածը, այսքան 11-ից մինչև վերջ։ Բաժին 11 ու բաժին 13։ Հա, ու ստեղ նշում կա, որ 13-ի 17-ը փորձեք ռեյնջը օգտագործելով գրել։ Այդ խնդիրը ինչ որ առաջի դասից հետո գիտելիքներով կարա լուծվի, բայց անիմաստ է այդպես լուծել, որովհետև չի սովորացնում են, ինչ նախատեսում է սովորացնել, ավելաբար ռեյնջից օգտվեք։ Նախորդ տնայինի լուծումներ ու ինչ որ բաների վիդեոներ հետո կտեղադրվի, հա, ինչ թուդու է գրած, հետո ավելի շատ կարվի։ Խոստանամ, որ հենց այսօր կանեմ, բայց աշխատեմ այսօր անեմ։ Հա, լեկցիայից այսքանը, մի հատ հենց սկզբում լեկցիայից հարցեր կան, թե չէ, եթե չկան, արդեն լեկցիայից դուրս հարցերը կլսեմ։ Լուսին եմ, լսում եմ։ Ասացեք, որ հիշեցնենք if-ի մասին ինչ-որ բան պետք է ասեք։ Ճիշտ է, մերսի շատ։ Հա, ժողովուրդ, այս որ ասում էի, կարանք գրենք true and true օրինակ կամ գրենք sense false or true, ես մոռացա ասեմ, այժմ այդ բանը չէ ֆիքսել, որ կարանք նաև այս անդի փոխարեն դնենք այս ամպերսանտի նշանը, ինքը բանն է, shift 7-ն է, ու ինքը նույն ձև կաշխատի, այսինքն ընդ գրել, թե այս նշանը դնել, նույն պատմությունն է, ինչպես նաև or գրել, թե այս նշանը դնել, որն էլ shift ու այս tag-ից նա, դա լի մոտ shift-ի վերևում է ապրում, կլավիատուրայի վրա, դա նույն or-ն է։ Ուղղակի իմացեք, որ տենց ռոսիչ գրելաձևեր են ավելի կարճ։ Մերսի հիշացնելու համար, որը նորացել է անկեղծ։ Հարություն, լսում եմ։ Իսկ ոնց կարելի է լիստից հեռացնել կրկնվող տարրերը, բայց պահպանելով այդ կարգը էլի հաջորդականությունը։ Այս պահի գիտելիքներով ոչ մի ձև, բայց հետո երբ որ անցնենք ցուցակները ինչ բան են, որ կարանք ինչ-որ նույն գործողությունը աշխատացնենք, այդ ժամանակ արդեն կարանք այդպես բան անենք։ Նաև երբ որ անցնենք բազմությունները ինչ բան են, կարանք շատ բնական կերպով ստանանք կրկնօրինակների հեռացում, բայց բազմությունների դեպքում հերթականությունն է պրոբլեմ տալու։ Կարճ ասած, հետո կանցնենք այս բաները կարճ ասած։ Էլի հարցեր ժողովուրդ լեկցիայից։ Եթե լեկցիայից հարցեր չկա, լսում եմ հարցերը, որ ասել էի դասի վերջում կտակ։ Մելիքյան, լսում եմ։
Ճիշտն ասած, բարև ձեզ, այն կոլաբի հղումը, որ մտնում եմ, մի պահ բացում է, մի պահ լեկցիաներ կա, որ չի բացում, ուզում եմ հասկանամ այդ ինչի հետ է կապված։ Ահա, հələ մի քիչ ստաբիլ չի բաները, մեր հղումները։ Դեռ երևի կնկատեք, որ մեկ-մեկ գրում եմ կոլաբը փակագծում to do կամ ավերջնական չի տես մի բան, Հա, այդ ոնց որ պետքա հետ հայացք, ոնց որ երբ որ նյութը ստաբիլանա, այդ պահին պետքա գանք ու այդ հղումները ձևով դզենք։ Ամենաթարմ նյութը միշտ GitHub-ում է, իսկ ամենաթարմը տնալու համար միշտ պետքա գանք։ ճիշտն ասած, այդ GitHub-ի ձեր ուղարկած մի հղում կա հենց նույն թեմայի conditionals-ի վերաբերյալ, բացում է, մի ուրիշ հղումով չի բացում, Ահա, ուղղակի հասկանա ինչի հետ է կապված։ ֆայլի անունի փոփոխության հետ ես խորհուրդ եմ տալիս, ոնց որ պահեք այս բաները, հիմնական հղումները, այսինքն ոչ թե սպეციფიկ մինչև վերջի ֆայլ գնացող, այլ ձեր մոտ պահեք ոնց որ այսա Հայկ Թարխանյան / US բանի անուն, որտեղ մեջից դուք ձեռով կտցրեք Python-ի վրա, որտեղ մեջ վրգանք բարձ կլինի, որ այս պետք է կտցնեք 1, 2, 3 թե ինչ։ Այս ամենա ոնց որ չջարդվող մոտեցումն է, էլի։ Կներեք, ես հղումը որտեղ ուղարկվել է այդ հղումների մեջ բաժնում, շատ լավ Ինչքան հիշում եմ ուղարկվել եմ։ Նաև ոնց որ նույնը կայքով կարակ գաք ուղղակի այս ձախի բանով կտեսնեք ընտրեք ինչ-որ բան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դες մերսի, բայց այս կայքը կարա մի քիչ հետ լինի այս բանից, էլի։ Ոնց որ միշտ ամենաթարմը այստեղ է, կարճ ասած։ Հա, շատ լավ։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Okay, եթե լեկցիայից հարց չկա, ընդհանուր ոնց որ բոլոր հարցերը որ ուզում եք տալ, մոտ եթե չեմ սխալվում, ձեր մոտ հարցեր կային, հա, լսում եմ։ Այս որի լեկցիային չի վերաբերում, երևի ռեկորդինգը անջատենք, հա, որ բան չլինի, հետո չխանգարի վիդեոն տեղադրելուց, ինձ թվում է տենց ճիշտ լինի։ Դե կարող է հետո էլ ինչ-որ ուրիշ հարց լինի, որ բան վերաբերվում է դասին, ավելի լավ է ես հետո YouTube-ով կտրեմ էլի այս մասը։ Լավ, օքեյ։ Դե առաջին այդ Google Colab թե Visual Studio, որն ավելի ճիշտ տարբերակ է Python-ով կոդ գրելու համար, ու մեկ էլ Visual Studio-ը ոնց են այդ բանը պատուանը բացում, սկսում կոդը գրեմ, այդ ցույց տակ։ Հա, այս իրականում այս բանը որ կարելի է դաժե չկտրել, կարող է շնորհիվ օգտակար լինի։ Google Colab թե sense լոկալ կոդ գրել կախված է նպատակից։ Ես երկու դեպքում եմ, անձամբ ես երկու դեպքում եմ Colab օգտագործել կամ տեսել, որ օգտագործվի։ Առաջինը այն է, երբ որ կոդը կիսվում է մարդկանց հետ։ Ես օրինակ անձամբ Colab եմ օգտագործում, երբ որ դաս եմ տալիս։ Կամ երբ որ ինչ-որ թեթև պրեզենտացիա պետք է անեի, որտեղ Colab-ով միանգամից բոլորին հղումով հասանելի է, շատ հարմար է, այդ մի դեպքն է։ Երկրորդ դեպքը, вообще ոնց է Colab-ը հայտնի դառել, իրանք առաջարկում են անվճար հաշվարկային ռեսուրսներ, առնվազն ինչ-որ չափով։ Ու այնտեղ կարելի է բան վերցնել ու վիդեոկարտայից օգտվել։ Մոտ հաճախ եղել է, որ այն կոդը, որ պետք է գրեի, այնքան ինտենսիվ է եղել, որ շանս չունեի ես իմ կոմպով աշխատացնելու, սովորական նոթբուքն է իմը։ Մտել եմ ստեղ Colab-ով, ընտրել եմ runtime, change runtime type ու ընտրել եմ օրինակ GPU կամ նույնիսկ TPU, այս ոնց որ ուժեղ հաշվարկանող սարքեր են, որոնք որ հազարավոր դոլարներ կարող արժանալ։ Այդ երկու դեպքում ես որ կամ Colab-ը օգտագործել։ Մնացած դեպքերում ոնց որ համարյա ցանկացած լուրջ կոդ գրելուց հավանաբար ամենաճիշտ ձևը լոկալ աշխատելն է, որտեղ լոկալն է մաքսիմալ ճկունություն տալիս։ Ու ոնց որ երբեք ոչ միտեղ աշխատող համակարգի մեջ չի լինելու Colab-ի կոդ, լինելու է ինչ-որ հստակ կոդ, որը cloud-ով կբացա ինչ-որ ուրիշ բանի ու այդտեղ աշխատացվում է, նույնիսկ ասեմ ավելին, այդ չի լինելու Jupyter Notebook, այդ լինելու է get.py տեսակի ֆայլ, որտեղ որ այդ տեքստերի կամ նկարների բանի դաշտերը չկան։ Հա, երևի տենց, այսքան եթե ամփոփեմ, շատ հաշվարկ է պետք անել կամ պետք է պրեզենտացիա անեք, Colab-ը կարող խելքի մոտ լինի, մնացած բոլոր դեպքերում կամ նույնիսկ եթե այն առաջի դեպքերն է, բայց ինչ-որ ավելի լուրջ բան եք անում, մնացած դեպքերում լոկալ աշխատել։ Այդ լոկալ աշխատելն է իզոլացիոն զուտ օրինակ է։ Կարող լինի ուրիշ տեքստի գրելու միջավայրներ, էլի։ Ու ոնց ֆայլը բացել, ոնց որ պրոստը եթե ֆայլերը արդեն կա զուտ կարելի է կտեսնել վրան եք կբացի կամ
թազա ֆայլ սարքեմ, անունն էլ ինչ-որ բան ու get ipynb ու այդ ֆորմատից արդեն կհասկանա, որ Jupyter Notebook-ի մասին է գնում խոսքը ու կարելի է մեջը աշխատել։ Բայց ոնց որ լոկալ աշխատանքի դեպքում նաև Python-ը պետք է 11 կոմպի մեջ օրինակ, այդպես բաները կարաք իրականում շատ հեշտ գուգլեք, բայց ես էլ ինչ-որ նյութեր ուղարկելու եմ, երբ որ արդեն հասնենք այն մակարդակի, որ պետք լինի profound-ից դուրս կոդեր գրել։ Մշակ լսում եմ։ Հաջորդը մի հատ կոդ ասեմ, գրենք նայենք, հա, իրար հետ տարբերությունը մեկ լավ չեմ հասկացել։ Ինչ-որ կոնկրետ խնդրի կոդ։ Չէ, խնդրի չի, ուղղակի կոդ իրար հետևից 3 տող։ Կարաք ուղարկեք, կամ ասեք լավ։ Չէ, կարճա դրա համար Համեցեք։ Օրինակ բեն հավասար է 12, տակը print b երկու հատ շեղքից Սենց։ մի վարքյան, չէ, ոնց որ են մյուս կողմով էր հակառակ slash չկա, տենց հրաման։ Ինչ slash։ Սրա հակառակը էլի գիծը, այդ տենց ոնց որ 5 մի հատ էլ տակը print b տոկոս 5 Սա։ մի հատ տպենք ինքը։ Բայց կասեք հարցը ինչական, որ աշխատացրել եք, ինչ եք ստացել։ Ոնց որ երկու դեպքում էլ երկուս էր տալիս output-ը, եթե չեմ սխալվում։ Հա, երկուսը։ Ու դրանց տարբերությունն ու այդ բանը տոկոսը ինքը մնացորդներ, իսկ այն երկու գիծը ինչ էր տալիս, ոնց էր նույն պատասխանը ստանում այս դեպքում։ Այսինքն երկու գիծը ինչ է իրենց ներկայացնում։ Հա, ինչ գործողություն անում, այս դեպքում output-ը նույնն է լինում, այդ դեպքում էլ երկուս։ Հա, այսրա հետ կապված իրականում հիմա կպատասխանեմ, բայց ընդհանուր առմամբ խնդրում եմ, եթե ինչ-որ բան չեք հիշում, ինչ է նշանակում, ոչ թե նայել եք ինչ-որ կոնկրետ բան չեք հասկացել, վիդեոն կամ նյութը վերանայեք, էլի, որովհետև հենց այս երկու նշան բաժանումը առանձին անցել ենք ինչ նշանակում։ Չէ, գիտեմ, նայել եմ դրա համար, այնպես որ լավ չէր հասկացվել, նայել եմ նյութը։ Okay, եթե նայել եք, բացում եմ, okay։ Ինչ է անում այս երկու բաժանումը, ասեք։ Թե ընդհանրապես չեք հասկացել իմաստը վերնում։ Ամբողջատիվ բաժանում սենց է ինքը բանսամանումը տալիս, բայց դա ինչ է նշանակում ամբողջատիվ բաժանում, քիչ քանել բարձ չի էլի այդ ամբողջ հարցը թե չէ։ Բաժանում է անուն ու վերցնում է ամբողջ մասը։ Այսինքն 12 բաժան 12-ը եթե տես գրենք 5-ի բաժանը ձև, ինքը լինելու է 5 անգամ 2 գումարած 2, չէ։ Ինքը տալիս է մեզ քանորդը։ Եթե բառը ճիշտ եմ հիշում հայերենով, եթե սխալ եմ բանում, խնդրում եմ ինչ-որ մեկը տուղեք։ Այսինքն սորական 12 բաժանից 5-ը տալու էր 2/4 մի քիչ, ամբողջ մասը դրա 2-ն է։ Այս դեպքում զուտ զուգադիպությունն է, որ այդ երկու թվերը բռնում են։ Օրինակ 13-ով եթե գրենք, սա արդեն տալու է 2 ու 3։ Դեռ 3 մնացորդ է տալիս 12-ը 5-ի բաժանելուց, իսկ 13-ը 5-ի մնացորդ հաշվելուց տալիս է 3, ու 5-ի բաժանելուց քանորդում լինում է 2, մնացորդում 3։